Երբ նախագահի աշխատակազմի աշխատակիցները բացեցին պաշտոնական ցուցակը, պատրաստ հրապարակման, նրանք տեսան մի բան, որը սառեցրեց արյունը երակներում։ Արամ Ասատրյանի անունը, որը երեկ դեռ կար այնտեղ, գրված թանաքով, այժմ ջնջված էր կարմիր գծով։ Ոչ մի բացատրություն, ոչ մի ստորագրություն, ոչ մի պաշտոնական հիմնավորում։ Միայն մի փոքրիկ նշում եզրին, գրված ձեռքով անընթեռնելի տառերով։ 30 տարի անց մենք գտանք այդ փաստաթուղթը նախարարության արխիվում, թաքնված հին թղթապանակների մեջ, որտեղ փոշին հաստ շերտ էր կազմել։ Ով էր այն մարդը, ով վերջին րոպեին վերցրեց կարմիր գրիչը, ջնջեց ժողովրդի սիրելի երգչի անունը պետական պարքի ցուցակից։ Ինչու՞ էր այդ անունը այնքան վտանգավոր իշխանության համար։ Ինչպիսի՞ գաղտնիք էր թաքնված այդ մի գծի հետում, որը բաժանեց երկու աշխարհ՝ պաշտոնական Հայաստանը, իրական Հայաստանը։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Են այդ նույն մարդիկ, ովքեր հրապարակավ անվանում էին նրա երաժշտությունը, աղբ, գիշերները գաղտնի հավաքվում էին իրենց փակ դաչաներում, պարում նրա երգերի տակ, թաքցնելով իրենց իսկական դեմքերը հանրությունից։ 1989 տարին Երանի փողոցներում տիրում էր հատուկ մթնոլորտ, խորհրդային կարգի վերջին տարիների այն անորոշ, անհանգիստ օդը, երբ հին աշխարհը դեռ չէր փլուզվել, բայց արդեն ճաքեր էին երում նրա հիմքերում։ Արամ Ասատրյանը այդ ժամանակ արդեն 32 տարեկան էր, նրա անունը արդեն հնչում էր յուրաքանչյուր հարսանիքում, յուրաքանչյուր տոնակատարության մեջ, յուրաքանչյուր տանը, որտեղ մարդիկ ուզում էին մոռանալ իրենց ամենօրյա դժվարությունները։ Բայց պաշտոնական Հայաստանը, այն Հայաստանը, որը ապրում էր մշակույթի նախարարության սառը սենյակներում, կուսակցության կոմիտեների ողորկ ընդունարաններում, դեռ չէր ճանաչում նրան։ Ավելին, այն ակտիվորեն մերժում էր նրան։ Մշակույթի նախարարության երրորդ հարկում, որտեղ պատուհաններից երում էր օպերայի թատրոնի վեհ շենքը, կար մի սենյակ, որտեղ որոշվում էր, թե ով է արժանի ժողովրդական կոչման, ով կարող է ստանալ պետական պարկ, ով պետք է մնա անտեսված։ Այդ սենյակի պատերին կախված էին խորհրդային ղեկավարների դիմանկարները, իսկ սեղանի վրա միշտ ընկած էր հաստ թղթապանակ, լի անուններով, կենսագրություններով, գաղտնի բնութագրություններով։ Հենց այդ սենյակում 1989 տարվա գարնանը տեղի ունեցավ մի հանդիպում, որի մասին 30 տարի ոչ ոք չխոսեց բարձրաձայն։ 5 մարդ նստած էին սեղանի շուրջ, նախարարի տեղակալը, կուսակցական կոմիտեի ներկայացուցիչը, 2 փորձագետ, մի քարտուղար, ով գրում էր արձանագրություն։ Նրանք քննարկում էին ցուցակը, այն ցուցակը, որը պետք է ներկայացվեր նախագահին հաստատման համար։ Երբ հասան Արամ Ասատրյանի անվանը, սենյակում հանկարծ տիրեց լռություն։ Նախարարի տեղակալը, ծեր մարդ, մոխրագույն կոստյումով, ծանր ակնոցով, դանդաղ հանեց իր ծխախոտի տուփը, վառեց մեկը, երկար ծուխ արձակեց դեպի առաստաղ։ Այդ լռությունը խոսուն էր։ Բոլորը գիտեին, թե ինչ է նշանակում այդ դադարը։ Կուսակցական ներկայացուցիչը, երիտասարդ մարդ, կտրուկ շարժումներով, սառը հայացքով, առաջինն էր, ով խոսեց։ Ասատրյանը երգում է ռեստորաններում, ասաց նա, այդ բառերում այնքան արամարանք կար, կարծես խոսքը գնում էր հանցագործի մասին։ Նրա երաժշտությունը չի համապատասխանում խորհրդային մշակույթի չափանիշներին։ Դա ռեստորանային երգեր են, ոչ թե արվեստ։ Բայց ինչպես կարող էր լինել, որ ռեստորանային երգիչը արդեն 10 տարի էր, ինչ լցնում էր ամենամեծ դահլիճները։ Ինչպես կարող էր լինել, որ նրա ձայնասկավառակները վաճառվում էին շուկայում եռապատիկ գնով։ Ինչպես կարող էր լինել, որ երբ Արամը երգում էր, ամբողջ դահլիճը լռում էր, կանայք լացում էին, իսկ տղամարդիկ ծամում էին շրթունքները, որպեսզի չցույց տան իրենց հուզմունքը։ Փորձագետներից մեկը, միջին տարիքի կին, խիստ դեմքով, բացեց թղթապանակը, սկսեց կարդալ։ Ասատրյանի ռեպերտուարում կան երգեր, որոնք խթանում են անհատականությունը, հուզական ազատությունը, ինչը հակասում է կոլեկտիվիզմի սկզբունքներին, կարդաց նա, նրա ձայնը հնչում էր այնպես, կարծես դատավճիռ էր կարդում։ Նրա կատարողական ոճը չափազանց էմոցիոնալ է, կարող է բացասական ազդեցություն ունենալ երիտասարդության վրա։ Ո՞վ էր գրել այդ փորձագիտական եզրակացությունը։ Որ սառը սրտով բյուրոկրատ էր նստել իր սեղանի առջ, փորձել բառերի մեջ խեղդել այն, ինչը միլիոնավոր մարդկանց սրտերում արդեն ապրում էր։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Արդյոք դա իսկապես գաղափարական հարց էր, թե՞ ինչ որ ավելի խորը, ավելի անձնական, ավելի կեղտոտ պատճառ կար այդ ատելության հետում։ Քանի որ ատելություն էր դա, իսկական, թունավոր ատելություն, որը թաքնվում էր պաշտոնական ձակերպումների հետում։ Նախարարի տեղակալը ավարտեց իր ծխախոտը, մաշեց այն աշտարակում, նայեց ուղիղ կուսակցական ներկայացուցչի աչքերին։ Բայց ժողովուրդը սիրում է նրան, ասաց նա դանդաղ, այդ բառերում կար մի փոքրիկ մարտահրավեր։
Սենյակում կրկին տիրեց լռություն, բայց այս անգամ այն այլ էր, լարված, վտանգավոր։ Կուսակցական ներկայացուցիչը ժպտաց, բայց այդ ժպիտը չհասավ նրա աչքերին։ Ժողովուրդը սիրում է շատ բաներ, որոնք չեն համապատասխանում նրա իսկական շահերին, պատասխանեց նա։ Մեր պարտականությունն է ուղղորդել ժողովրդի ճաշակը, ոչ թե հետել նրան։ Այդ պահին քարտուղարը, երիտասարդ աղջիկ, դողացող ձեռքերով, դադարեցրեց գրելը, նայեց վեր։ Նրա աչքերում կար ինչ-որ բան, վախ, թերս, կամ զարմանք, կամ գուցե նույնիսկ ցասում։ Քանի որ նա էլ գիտեր Արամ Ասատրյանի երգերը, նա էլ երգել էր դրանք իր ընկերների հետ, երբ նրանք հավաքվում էին գիշերները, հեռու պաշտոնական աշխարհից։ Բայց նա լռեց, ինչպես լռում էին հազարավոր ուրիշներ, ովքեր գիտեին ճշմարտությունը, բայց վախենում էին խոսել։ Եվ այդպես, այդ սառը սենյակում, 5 մարդու որոշմամբ, Արամ Ասատրյանի անունը չմտավ ցուցակ։ Ոչ այդ տարի, ոչ հաջորդ տարին, ոչ էլ 10 տարի անց։ Բայց պատմությունը դրանով չավարտվեց։ Քանի որ գիշերները, երբ պաշտոնական երանը քնած էր, երբ նախարարության լույսերը մարած էին փողոցները դատարկ, մեկ այլ երան էր արթնանում։ Նորք Մարաշի նեղ փողոցներում, կենտրոնի հին շենքերի բակերում, արաբկիրի բարձունքներում, ամենուր, որտեղ ապրում էին սովորական մարդիկ, հնչում էր Արամի ձայնը։ Ձայնասկավառակները, որոնք պաշտոնապես չէին վաճառվում, անցնում էին ձեռքից ձեռք, պատճենվում էին, փոխանցվում։ Եվ ամենաիրոնիկը, հենց այդ նույն մարդիկ, ովքեր ցերեկը նստում էին մշակույթի նախարարության սառը սենյակներում որոշում, թե ինչն է արվեստ, ինչը, աղ, գիշերները հավաքվում էին իրենց դաչաներում, փակ դռների հետում, պարում Արամ Ասատրյանի երգերի տակ։ Դա չէր լինելու պարզապես հակասություն։ Դա էր ամբողջ համակարգի ամենախորը, ամենակեղտոտ գաղտնիքը։ Նրանք գիտեին, որ Արամը հանճար է։ Նրանք զգում էին նրա երաժշտության ուժը իրենց սրտերում, ինչպես բոլորը։ Բայց նրանք չէին կարող ճանաչել դա հրապարակավ, քանի որ Արամ Ասատրյանը չէր պատկանում նրանց աշխարհին։ Նա չէր սովորել Մոսկվայի կոնսերվատորիայում, նա չուներ ճիշտ ծագում, նա չէր խաղացել նրանց կանոններով։ Նա եկել էր ներքից, ժողովրդի միջից, նրա երաժշտությունը խոսում էր այն լեզվով, որը հասկանում էին միլիոնները, բայց որը սարսափեցնում էր իշխանությունը։ 1990-ականների սկզբին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Հայաստանը դարձավ անկախ, շատերը կարծում էին, որ այժմ ամեն ինչ կփոխվի։ Շատերը հույս ունեին, որ այժմ Արամ Ասատրյանը վերջապես կստանա այն ճանաչումը, որին արժանի էր։ Բայց նոր իշխանությունը, թե այլ դեմքերով, բերեց հետը հին մտածելակերպը։ Նախարարության սենյակներում նստեցին նոր մարդիկ, բայց նրանց աչքերում նույն արամարանքն էր, երբ խոսքը գնում էր Արամի մասին։ Ռեստորանային երգիչ, շուկայական երաժշտություն, ցածր ճաշակ, այս բառերը շարունակում էին հնչել, թե արդեն ուրիշ շենքերում, ուրիշ սեղանների շուրջ։ Բայց ինչու՞։ Ինչ էր այդքան վտանգավոր Արամ Ասատրյանի երաժշտության մեջ, որ երկու տարբեր համակարգեր, խորհրդային, հետխորհրդային, միաձայն մերժում էին նրան։ Գուցե պատասխանը կայանում էր ոչ թե երաժշտության մեջ, այլ նրանում, թե ինչ էր այն ներկայացնում։ Արամի երգերը խոսում էին սիրո, կորստի, ցավի, երազանքի մասին այն լեզվով, որը անմիջական էր, անկեղծ էր, առանց ֆիլտրի։ Դրանք չէին ուսուցանում գաղափարաբանություն, չէին քարոզում պետական քաղաքականություն, չէին փառաբանում ղեկավարներին։ Դրանք պարզապես խոսում էին մարդու սրտի մասին։ Եվ գուցե հենց դա էր ամենավտանգավորը։ Քանի որ երբ մարդիկ սկսում են զգալ իրենց սրտերը, նրանք դադարում են կույր հնազանդվել։ 1996 թվականին, երբ Արամ Ասատրյանը արդեն 40 տարեկան էր, նրա առողջությունը սկսել էր տուժել տարիների անդադար աշխատանքից, սթրեսից, հիասթափություններից, նրա անունը կրկին ներկայացվեց պետական պարքի համար։ Այս անգամ ցուցակը պատրաստել էր մի խումբ երիտասարդ մշակութային գործիչներ, ովքեր հավատում էին, որ արդարությունը վերջապես պետք է հաղթի։ Նրանք հավաքել էին փաստաթղթեր, վկայություններ, ապացույցներ Արամի ներդրման մասին հայ երաժշտության մեջ։ Նրանք ցույց էին տվել, թե ինչպես է նրա երաժշտությունը պահպանել հայկական ավանդույթները, միաժամանակ ստեղծելով ինչ-որ նոր, ինչ-որ թարմ։ Նրանք բերել էին թվեր, հազարավոր համերգներ, միլիոնավոր վաճառված ձայնասկավառակներ, անհամար երգեր, որոնք դարձել էին ժողովրդական։ Ցուցակը հասավ նախագահի աշխատակազմ։ Այն անցավ առաջին ստուգումը, երկրորդը։ Արամ Ասատրյանի անունը կար այնտեղ, գրված սթանակով, պաշտոնական տառերով։ Երիտասարդ մշակութային գործիչները սկսեցին տոնել, նրանք կարծում էին, որ վերջապես արդարությունը տեղի է հասել։ Բայց մի գիշեր առաջ, քան ցուցակը պետք է հրապարակվեր, ինչ-որ մեկը մտավ այն սենյակը, որտեղ պահվում էր փաստաթուղթը։
Ինչ որ մեկը, ով ուներ բանալին, ով ուներ իշխանությունը, ով ուներ պատճառը։ Այդ մարդը վերցրեց կարմիր գիճը անցկացրեց մի գիծ Արամ Ասատրյանի անվան վրայով։ Մի գիծ, որը ջնջեց տասնամյակների աշխատանքը, միլիոնների սերը, մի ամբողջ կյանքի նվիրումը։ Ով էր այդ մարդը։ Ինչու արեց նա դա։ Արդյոք դա անձնական վրեժխնդրություն էր, թե համակարգային հրաման։ Արդյոք մեկ մարդու որոշում էր, թե ամբողջ խմբի համաձայնություն։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող էր մի մարդու անունը լինել այդքան վտանգավոր, որ նույնիսկ վերջին րոպեին, երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր, ինչ-որ մեկը վճռեց ռիսկի գնալ ջնջել այն։ Ինչպիսի ուժ էր պետք ունենալ, որպեսզի կարողանաս մտնել նախագահի աշխատակազմ փոխել պաշտոնական փաստաթուղթ։ Եվ ինչպիսի վախ էր պետք ունենալ, որպեսզի որոշես, որ դա անհրաժեշտ է։ Հաջորդ առավոտ, երբ ցուցակը հրապարակվեց, Արամ Ասատրյանի անունը չկար այնտեղ։ Երիտասարդ մշակութային գործիչները, ովքեր ամիսներ աշխատել էին դրա վրա, չէին կարող հավատալ իրենց աչքերին։ Նրանք փորձեցին պարզել, թե ինչ էր պատահել, բայց բախվեցին լռության պատին։ Ոչ ոք ոչինչ չգիտեր, ոչ ոք ոչինչ չէր տեսել, ոչ ոք ոչինչ չէր լսել։ Կամ ավելի ճիշտ, բոլորը գիտեին, բայց ոչ ոք չէր ուզում խոսել։ Քանի որ խոսելը նշանակում էր դնել քո սեփական կարիերան, քո սեփական անվտանգությունը վտանգի տակ։ Եվ ով էր պատրաստ դա անել մի երգչի համար, նույնիսկ եթե այդ երգիչը հանճար էր։ Արամ Ասատրյանը երբեք չիմացավ այդ պատմության մանրամասները։ Նա միայն տեսավ, որ կրկին, մեկ անգամ, դռները փակվեցին նրա առջ։ Նա միայն զգաց, որ նույնիսկ երբ ամեն ինչ թվում էր պատրաստ, նույնիսկ երբ արդարությունը թվում էր մոտ, անտեսանելի ուժերը շարունակում էին աշխատել նրա դեմ։ Բայց նա չդադարեց երգել։ Նա շարունակեց ելնել բեմ, շարունակեց տալ իր սիրտը ժողովրդին, շարունակեց ապրել իր երաժշտությամբ։ Քանի որ նա գիտեր մի բան, ինչը չգիտեին նրանք, ովքեր նստում էին սառը սենյակներում ջնջում անուններ ցուցակներից։ Նա գիտեր, որ իսկական արվեստը չի կարող ջնջվել կարմիր գծով։ Իսկական արվեստը ապրում է մարդկանց սրտերում, այնտեղ ոչ մի բյուրոկրատ, ոչ մի նախարար, ոչ մի համակարգ չի կարող հասնել։ Բայց ինչ գին վճարեց նա այդ համոզվածության համար։ Ինչքան ցավ կուտակվեց նրա սրտում այն բոլոր տարիների ընթացքում, երբ նա տեսնում էր, թե ինչպես են ավելի փոքր տաղանդներ ստանում պարկներ կոչումներ, մինչդեռ նա մնում էր անտեսված։ Ինչքան գիշեր անցկացրեց նա առանց քնի, մտածելով, թե ինչու է համակարգը այդքան դաժան նրա հանդեպ։ Եվ ամենակարևորը, արդյոք նա երբե իմացավ, թե ով էր այն մարդը, ով վերջին րոպեին ջնջեց նրա անունը նախագահի ցուցակից։ 1998 թվականին Արամ Ասատրյանը կանգնած էր իր կարիերայի ամենաբարձր կետում միաժամանակ իր կյանքի ամենախավար ժամանակաշրջանում։ Դրսից ամեն ինչ թվում էր կատարյալ, համերգները լիքն էին, ժողովուրդը երգում էր նրա երգերը, նոր ալբոմները վաճառվում էին հազարավոր օրինակներով։ Բայց ներսից, այնտեղ, որտեղ ոչ ոք չէր տեսնում, ինչ-որ բան կոտրվում էր։ Եվ այդ կոտրվածքը սկսվել էր շատ ավելի վաղ, տարիներ առաջ, երբ նա առաջին անգամ հասկացավ, որ նրա երաժշտությունը, որքան էլ սիրված լինի ժողովրդի կողմից, երբեք չի ստանա պաշտոնական ճանաչում։ Կար մի դրվագ, որի մասին քիչ ով գիտեր, բայց որը նշանավորեց Արամի կյանքի շրջադարձը։ 1991 թվականի աշնանը, երբ Հայաստանը դեռ փորձում էր գտնել իր ճանապարհը անկախության առաջին տարիներին, Արամին հրավիրեցին մի փակ միջոցառման, որը կազմակերպվել էր Մշակույթի նախարարության նոր ղեկավարության պատվին։ Դա էր հազվագյուտ առիթ, Արամը վերջապես կարող էր հանդիպել այն մարդկանց, ովքեր որոշում էին նրա ճակատագիրը, թե երբեք չէին տեսել նրան անձամբ։ Նա գնաց այնտեղ հույսով, թերս նույնիսկ մի փոքր միամտորեն հավատալով, որ եթե նրանք տեսնեն նրան, եթե խոսեն նրա հետ, ամեն ինչ կփոխվի։ Միջոցառումը անցկացվում էր Երանի կենտրոնում գտնվող մի հին առանձնատանը, որը վերափոխվել էր պետական ընդունելությունների համար։ Ներսում ամեն ինչ շքեղ էր, բյուրեղե շամբեր, ներկրված գորգեր, սեղաններ, լի թանկարժեք ուտեստներով խմիչքներով, որոնք սովորական մարդիկ տեսնում էին միայն երազում։ Հյուրերը, նախարարներ, պատգամավորներ, մշակութային գործիչներ, բիզնեսմեններ շրջում էին բաժակներով ձեռքներում, խոսում էին բարձրաձայն, ծիծաղում էին։ Արամը մտավ այդ դահլիճ իր սովորական կերպարանքով, պարզ կոստյում, սպիտակ վերնաշապիկ, առանց փողոցային շքեղության։ Նա անմիջապես զգաց, որ այստեղ օտար է։ Առաջին ժամը նա կանգնած էր անկյունում, պահելով բաժակ ջրով, դիտելով այդ աշխարհը, որը այդքան տարբեր էր նրա աշխարհից։
Մարդիկ անցնում էին նրա կողքով, ոմանք նայում էին հետաքրքրությամբ, ոմանք արամարանքով, բայց ոչ ոք չէր մոտենում խոսելու։ Վերջապես, երբ երաժշտությունը սկսվեց, մի երիտասարդ երգչուհի սկսեց կատարել դասական ռոմանսներ, Արամը զգաց, թե ինչպես է նրա կրծքավանդակը սեղմվում։ Այդ երգերը գեղեցիկ էին, տեխնիկապես անթերի, բայց դրանք սառն էին, անկենդան, կարծես երգում էր ռոբոտ, ոչ թե մարդ։ Եվ այդ մարդիկ, ովքեր ցերեկը որոշում էին, թե ինչն է արվեստ, ծափահարում էին քաղաքավարի, խոսում էին միմյանց հետ, նույնիսկ չէին լսում։ Հանկարծ Արամը զգաց, որ ինչ-որ մեկը կանգնած է նրա կողքին։ Նա շրջվեց, տեսավ մի տարեց մարդու, մոխրագույն մազերով, խորը կնճիռներով դեմքին, բայց սուր, խելացի աչքերով։ Այդ մարդը ժպտաց ներկայացավ որպես մշակույթի նախարարության խորհրդական։ Դուք Ասատրյանն եք, այնպես չէ՞, հարցրեց նա, նրա ձայնում կար ինչ-որ տարօրինակ, կարծես նա գիտեր ինչ-որ գաղտնիք։ Արամը հաստատեց, նրանք սկսեցին խոսել։ Խորհրդականը խոսեց երաժշտության մասին, ավանդույթների մասին, ժամանակակից մարտահրավերների մասին։ Նա թվում էր խելացի, կրթված, նույնիսկ համակրելի։ Բայց հետո, երբ Արամը համարձակվեց հարցնել, թե ինչու է նրա երաժշտությունը չճանաչվում պաշտոնապես, խորհրդականի դեմքը փոխվեց։ Տեսեք, պարոն Ասատրյան, սկսեց նա, նրա ձայնը դարձավ ավելի սառը, ավելի պաշտոնական, խնդիրն այն է, որ ձեր երաժշտությունը թե հանրաճանաչ չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք մենք սահմանել ենք բարձրարժեք արվեստի համար։ Դուք հասկանում եք, մենք պետք է պահպանենք որոշակի ստանդարտներ, որոշակի մակարդակ։ Եթե մենք սկսենք տալ պետական պարկներ յուրաքանչյուր երգչի, ով հանրաճանաչ է, ապա որտեղ կլինի սահմանագիծը։ Արամը զգաց, թե ինչպես է բարկությունը բարձրանում նրա մեջ, բայց նա փորձեց մնալ հանգիստ։ Բայց ես երգում եմ 30 տարի, ասաց նա։ Ես ստեղծել եմ հարյուրավոր երգեր, որոնք մարդիկ սիրում են, որոնք դարձել են մեր մշակույթի մասը։ Ինչու՞։ Դա բավարար չափանիշ։ Խորհրդականը հանեց իր բաժակը, խմեց մի կում։ Քանի որ, պարոն Ասատրյան, հանրաճանաչությունը արվեստական արժեքը երկու տարբեր բաներ են, ասաց նա։ Ժողովուրդը սիրում է շատ բաներ, որոնք մենք, մասնագետները, չենք համարում բարձրարժեք արվեստ։ Մեր պարտականությունն է պահպանել որակը, ոչ թե հետել զանգվածային ճաշակին։ Այդ պահին Արամը հասկացավ, որ այս մարդու հետ, նրա նման բոլոր մարդկանց հետ, անիմաստ է վիճել։ Նրանք արդեն կայացրել էին իրենց դատավճիռը, ոչինչ չէր կարող փոխել այն։ Նա պարզապես գլուխ տվեց, շնորհակալություն հայտնեց խոսակցության համար, հեռացավ։ Բայց այդ զրույցը թողեց խոր վերք Արամի հոգում։ Նա հասկացավ, որ իր համար երբեք չի լինի տեղ այդ աշխարհում, որտեղ արվեստը չափվում էր ոչ թե սրտի ջերմությամբ, այլ պաշտոնական չափանիշներով, որտեղ մարդկանց սերը համարվում էր զանգվածային ճաշակ, իսկ սառը, տեխնիկական կատարելությունը՝ բարձրարժեք արվեստ։ Եվ այդ գիտակցումը սկսեց ուտել նրան ներսից։ Քանի որ Արամը, ի տարբերություն շատերի, ով կարող էին անտեսել պաշտոնական ճանաչումը, պարզապես վայելել իրենց հանրաճանաչությունը, ուներ խորը կարիք արդարության համար։ Նա ուզում էր, որ նրա երկրը, նրա մարդիկ, նրա պետությունը ճանաչեն նրան ոչ թե որպես ռեստորանային երգիչ, այլ որպես արտիստ, ով նվիրել է իր կյանքը հայ երաժշտությանը։ Այդ գիշեր, երբ Արամը վերադարձավ տուն, նա նստեց իր սենյակում, մութ, լռություն, առաջին անգամ իր կյանքում մտածեց, թե արդյոք արժեր շարունակել։ Արդյոք արժեր երգել այն մարդկանց համար, ովքեր սիրում էին նրան, բայց ում սերը երբեք չէր լինի բավարար պաշտոնական աշխարհի համար։ Արդյոք արժեր տալ իր սիրտը, իր հոգին, իր առողջությունը այն բանի համար, որը երբեք չէր ճանաչվելու։ Բայց հետո նա հիշեց այն դեմքերը, որոնք տեսել էր իր համերգներում, այն կանանց, ովքեր լացում էին նրա երգերի ժամանակ, այն տղամարդկանց, ովքեր մոտենում էին նրան համերգից հետո ասում, որ նրա երաժշտությունը օգնել է նրանց վերապրել ամենածանր ժամանակները։ Եվ նա հասկացավ, որ չի կարող դադարել։ Ոչ նրանց համար, ովքեր նստում էին սառը սենյակներում որոշում, թե ինչն է արվեստ, այլ նրանց համար, ովքեր իսկապես կարիք ունեին նրա երաժշտության։ Բայց այդ որոշումը եկավ գնով։ Քանի որ շարունակելը նշանակում էր ընդունել, որ նա երբեք չի ստանա այն, ինչին արժանի էր։ Շարունակելը նշանակում էր ապրել մշտական հակասության մեջ, լինել սիրված միլիոնների կողմից, բայց անտեսված իշխանության կողմից։ Եվ այդ հակասությունը, տարիների ընթացքում, սկսեց քայքայել նրան։ Նա սկսեց խմել ավելի շատ, քնել ավելի քիչ, աշխատել ավելի ծանր, կարծես փորձելով ապացուցել ինչ-որ բան, թե նա չգիտեր, ում ինչ։ Նրա ընկերները սկսեցին անհանգստանալ, նրա ընտանիքը սկսեց տեսնել փոփոխությունները, բայց Արամը չէր կարող դադարել։ Նա կարծես մտել էր մի փակ շրջան, որտեղից ելք չկար։
Եվ այդ ամենի ֆոնին շարունակվում էր այն, ինչը կարելի է անվանել երկակի կյանք։ Քանի որ մինչդեռ Արամը տառապում էր պաշտոնական անճանաչումից, հենց այդ նույն մարդիկ, ովքեր հրապարակավ արամարում էին նրան, գաղտնի շարունակում էին վայելել նրա երաժշտությունը։ Կային վկայություններ, որոնք հետագայում դարձան հայտնի, թե ինչպես էին բարձրաստիճան պաշտոնյաները, նախարարները, նույնիսկ կառավարության անդամները հավաքվում իրենց անձնական դաչաներում, փակ դռների հետում, պարում Արամ Ասատրյանի երգերի տակ։ Նրանք պատվիրում էին նրա ձայնասկավառակները, թե պաշտոնապես դրանք չէին վաճառվում պետական խանութներում։ Նրանք երգում էին նրա երգերը իրենց ընտանեկան տոներում, իրենց զավակների հարսանիքներում, իրենց անձնական տոնակատարություններում։ Դա էր ամենամեծ հակասությունը, ամենամեծ կեղծավորությունը։ Եվ Արամը գիտեր դրա մասին։ Մարդիկ պատմում էին նրան, ծիծաղում էին դառնորեն, թե ինչպես են տեսել այս կամ այն պաշտոնյային գաղտնի երգում նրա երգերը։ Բայց այդ գիտելիքը չէր բերում գոհունակություն։ Հակառակը, այն միայն խորացնում էր վիրավորանքը։ Քանի որ դա նշանակում էր, որ նրանք գիտեին, որ նա հանճար է, նրանք զգում էին նրա երաժշտության ուժը, բայց նրանք պարզապես չէին ուզում ճանաչել դա հրապարակավ։ Դա էր ոչ թե անտեղյակություն, այլ գիտակցված ընտրություն։ Եվ այդ ընտրությունը խոսում էր ավելին, քան ցանկացած բառ։ Ինչու՞ էին նրանք անում դա։ Ինչու՞ էր այդքան կարևոր նրանց համար պահպանել այդ երկակի ստանդարտը։ Գուցե պատասխանը կայանում էր իշխանության բնույթի մեջ։ Քանի որ ճանաչել Արամ Ասատրյանին նշանակում էր ճանաչել, որ ժողովուրդը, սովորական մարդիկ ունեն իրենց սեփական ճաշակը, իրենց սեփական ընտրությունը, որը կարող է տարբերվել պաշտոնական գծից։ Եվ դա վտանգավոր էր համակարգի համար, որը կառուցված էր վերից ներք վերահսկման վրա։ Եթե մարդիկ սկսեին հավատալ իրենց սեփական դատողությանը երաժշտության մեջ, ապա գուցե նրանք սկսեին հավատալ դրան նա քաղաքականության, տնտեսության, կյանքի բոլոր ոլորտներում։ Եվ դա էր իսկական վախը։ Բայց կար նա ավելի անձնական, ավելի մարդկային պատճառ։ Նախանձը։ Քանի որ Արամ Ասատրյանը ուներ այն, ինչը նրանք բոլոր իրենց իշխանությամբ դիրքերով երբեք չէին կարող ունենալ։ Նա ուներ ժողովրդի սերը։ Իսկական, անկեղծ, անվերապահ սերը։ Երբ Արամը մտնում էր դահլիճ, մարդիկ ոտքի էին կանգնում։ Երբ նա երգում էր, նրանք լացում էին։ Երբ նա անցնում էր փողոցով, նրանք դադարեցնում էին նրան, ուզում էին դիպչել նրան, խոսել նրա հետ։ Եվ ոչ մի պաշտոնական կոչում, ոչ մի պետական պարկ չէր կարող տալ այդ զգացումը։ Եվ գուցե հենց դրա համար էին նրանք այդքան վրդովված նրա հանդեպ։ Քանի որ նա ուներ այն, ինչը նրանք ուզում էին, բայց երբեք չէին կարող գնել կամ հրամայել։ 1996 թվականի ձմեռը Արամ Ասատրյանը տվեց մի հարցազրույց փոքր, անկախ թերթին, որը համարձակվեց հարցնել նրան այն հարցերը, որոնք մյուսները վախենում էին տալ։ Այդ հարցազրույցում, որը հետագայում դարձավ լեգենդար, Արամը առաջին անգամ բարձրաձայն խոսեց իր զգացմունքների մասին։ Ես երգում եմ 30 տարի, ասաց նա, նրա ձայնում կար այնպիսի հոգնածություն, որը խոսում էր ավելին, քան բառերը։ Ես տվել եմ հարյուրավոր համերգներ, ստեղծել եմ հարյուրավոր երգեր։ Մարդիկ ասում են, որ սիրում են ինձ, ես հավատում եմ նրանց։ Բայց իմ սեփական երկիրը, իմ սեփական պետությունը չի ճանաչում ինձ։ Ինչու՞։ Ինչով եմ ես մեղավոր։ Որովհետև ես երգում եմ այն երգերը, որոնք մարդիկ ուզում են լսել, այլ ոչ թե այն երգերը, որոնք պաշտոնյաները ուզում են, որ ես երգեմ։ Դա է իմ մեղքը։ Այդ հարցազրույցը առաջացրեց փոթորիկ։ Պաշտոնական մամուլը լռեց, բայց մարդիկ խոսեցին։ Առաջին անգամ ինչ-որ մեկը համարձակվել էր բարձրաձայն ասել այն, ինչը բոլորը գիտեին, բայց վախենում էին խոսել։ Եվ այդ համարձակությունը գնահատվեց։ Մարդիկ սկսեցին գրել նամակներ թերթին, պատմելով իրենց սեփական պատմությունները, թե ինչպես է Արամի երաժշտությունը օգնել նրանց։ Ոմանք պատմեցին, թե ինչպես են նրա երգերը օգնել նրանց վերապրել սիրո կորուստը, ուրիշները, թե ինչպես են դրանք տվել նրանց ուժ դիմակայելու դժվարություններին։ Դա էր իսկական հանրաքվե, ավելի ուժեղ, քան ցանկացած պաշտոնական ճանաչում։ Բայց պաշտոնական Հայաստանը չփոխեց իր դիրքորոշումը։ Հակառակը, Արամի այդ հարցազրույցը համարվեց անպատշաճ, անհարգալից, քաղաքականացված։ Մշակույթի նախարարությունից արձագանք չեկավ, բայց անպաշտոնական ուղիներով հասավ հաղորդագրություն, որ Արամ Ասատրյանը դրել է իրեն դժվար դիրքի մեջ, որը նա չպետք է սպասի որևէ փոփոխության մոտ ապագայում։ Դա էր պատասխանը։ Ոչ թե երկխոսություն, ոչ թե բացատրություն, այլ սպառնալիք։
Եվ Արամը հասկացավ, որ նա անցել է այն կետը, որտեղից վերադարձ չկա։ Նա ընտրել էր ճշմարտությունը, այդ ընտրությունը ամրագրեց նրա ճակատագիրը։ Ինչպես զգաց նա այդ պահին։ Արդյոք զղջաց իր բառերի համար, թե զգաց ազատություն, որ վերջապես ասաց այն, ինչը տարիներ կուտակվել էր նրա սրտում։ Ոչ ոք չգիտի վստահորեն, քանի որ Արամը երբեք այլս չխոսեց այդ թեմայով հրապարակավ։ Բայց նրա ընկերները, նրա մերձավորները պատմում էին, որ այդ օրից հետո նրա մեջ ինչ-որ բան փոխվեց։ Նա դարձավ ավելի լուռ, ավելի փակ, կարծես մի մասը նրա հոգու մարել էր։ Նա շարունակեց երգել, շարունակեց տալ համերգներ, բայց այլս չկար այն կրակը, այն կենսուրախությունը, որը նախկինում լցնում էր նրա կատարումները։ Կարծես նա կատարում էր պարտականություն, այլ ոչ թե ապրում իր երազանքը։ Եվ այդ ամենի ֆոնին շարունակվում էր այն անտեսանելի պատերազմը, որը մղվում էր նրա անվան շուրջ։ Քանի որ նույնիսկ այդ բոլոր դժվարություններից հետո, նույնիսկ այն բանից հետո, երբ Արամը հրապարակավ խոսեց իր վիրավորանքի մասին, դեռ կային մարդիկ, ովքեր փորձում էին օգնել նրան։ Երիտասարդ մշակութային գործիչներ, անկախ ակտիվիստներ, նույնիսկ ոմանք պաշտոնյաներից, ովքեր գաղտնի համակրում էին նրան։ Նրանք շարունակում էին պայքարել, շարունակում էին փորձել ներառել նրա անունը տարբեր ցուցակներում, տարբեր ծրագրերում։ Բայց ամեն անգամ, վերջին րոպեին, ինչ-որ բան տեղի էր ունենում։ Անունը ջնջվում էր, ծրագիրը չեղարկվում էր, հրապարակումը հետաձգվում էր։ Կարծես անտեսանելի ձեռք էր աշխատում, միշտ զգոն, միշտ արդյունավետ, միշտ հաջողակ։ Ո՞վ էր այդ անտեսանելի ձեռքը։ Մի մարդ, թե ամբողջ համակարգ։ Անձնական վրեժխնդրություն, թե գաղափարական համոզմունք։ Արդյոք դա էր նույն մարդը, ով 1996 թվականին ջնջեց Արամի անունը նախագահի ցուցակից, թե դա էր ամբողջ խումբ, որը համաձայնորեն աշխատում էր նրա դեմ։ Եվ ամենակարևորը, ինչու էր այդ պայքարը այդքան կարևոր նրանց համար։ Ինչու էին նրանք ծախսում այդքան ժամանակ, այդքան ջանք, այդքան ռեսուրսներ, որպեսզի պահեն մի երգչի անունը հեռու պաշտոնական ճանաչումից։ Ինչ էին նրանք վախենում։ Կամ ավելի ճիշտ, ումից էին նրանք վախենում։ Մշակույթի նախարարության արխիվում, որը գտնվում էր հին շենքի ստորգետնյա հարկում, որտեղ խոնավությունը կերել էր պատերը, փոշին ծածկել էր հարյուրավոր թղթապանակներ, պահվում էր մի փաստաթուղթ, որի գոյության մասին գիտեին միայն 3 մարդ։ Դա էր գաղտնի ցուցակ, գրված ձեռքով, առանց ստորագրության, առանց պաշտոնական կնիքի, բայց այնքան ուժեղ, որ մի բառը այդ ցուցակում կարող էր ոչնչացնել կարիերան կամ փրկել այն։ Վերում, կարմիր մատիտով ընդգծված, գրված էր անցանկալի անձինք մշակութային միջոցառումների համար։ Ներքում 17 անուն։ Երրորդ տողում կանգնած էր Արամ Ասատրյան։ Այդ ցուցակը կազմվել էր 1991 թվականին, բայց թարմացվում էր ամեն տարի, Արամի անունը երբեք չէր ջնջվել։ Ով կազմեց այդ ցուցակը, մենք գտանք պատասխանը 30 տարի անց, երբ մի թոշակառու պաշտոնյա, մահվան անկողնում ընկած, որոշեց մաքրել իր խիղճը։ Նա պատմեց, որ հրամանը եկել էր ուղղակի վերից, շատ վերից, այնտեղից, որտեղ որոշումները չեն քննարկվում, այլ կատարվում են։ Բայց ինչու՞։ Էր Արամի անունը այդքան վտանգավոր, որ այն պետք է պահվեր գաղտնի ցուցակում, թաքնված ստորգետնյա արխիվի խավարում։ 1999 թվականի ամռանը, երբ Երանը տոգորվում էր տաք արի տաք փողոցներում մարդիկ փնտրում էին ստվեր, Արամ Ասատրյանին հրավիրեցին մի հանդիպման, որը խոստացել էին անվանել «պարզաբանող զրույց»։ Վայրը մշակույթի նախարարության 5-րդ հարկի փոքրիկ սենյակ, որտեղ պատուհանները փակ էին, օդը ծանր էր ծխախոտի ծխից չարտասանված խոսքերից։ Արամը մտավ այնտեղ ժամը 11-ին առավոտյան, հագած իր ամենալավ կոստյումը, պատրաստված վերջապես լսելու ճշմարտությունը։ Սենյակում նրան սպասում էին 3 մարդ, նախարարի տեղակալը, ում նա արդեն ճանաչում էր այն անմոռանալի հանդիպումից, մի իրավաբան, նիհար, սառը դեմքով, մի կին, միջին տարիքի, ով ներկայացավ որպես հոգեբանական փորձագետ։ Այդ վերջին բառերը պետք է նախազգուշացներ Արամին, բայց նա դեռ հույս ուներ, որ այս հանդիպումը կբերի փոփոխություն։ Նրանք առաջարկեցին նրան նստել, հաջորդ 2 ժամվա ընթացքում Արամ Ասատրյանը ապրեց ինչ-որ բան, որը նա հետագայում կնկարագրեր որպես հոգեբանական տանջանք։ Նրանք չհարցրին նրա երաժշտության մասին, չխոսեցին նրա ներդրման մասին հայ մշակույթում։ Փոխարենը նրանք սկսեցին հարցնել նրա անձնական կյանքի մասին, նրա ընտանիքի, նրա ընկերների, նրա սովորությունների մասին։ Հոգեբանական փորձագետը, ով նստած էր նոթատետրով գրում էր ամեն բառ, հարցրեց. «Պարոն Ասատրյան, ճիշտ է, որ դուք հաճախ այցելում եք ռեստորաններ ուշ գիշերային ժամերին»։
Արամը շփոթվեց այդ հարցից։ Այո, ես երգում եմ ռեստորաններում, դա իմ աշխատանքն է, պատասխանեց նա։ Կինը գրեց ինչ-որ բան շարունակեց, եւ այնտեղ դուք հաճախ օգտագործում եք ալկոհոլ, այնպես չէ՞։ Այդ պահին Արամը հասկացավ, որ դա չէր լինելու պարզաբանող զրույց։ Դա էր ինչ-որ այլ բան։ Հարցաքննություն, դատավարություն, փորձ գտնել կեղտը, որը կարող էր օգտագործվել նրա դեմ։ Նա փորձեց պաշտպանվել, բացատրել, որ բաժակ գինի խմելը համերգից հետո նորմալ է, որ բոլոր երգիչները անում են դա, որ դա օգնում է թուլացնել լարվածությունը։ Բայց իրավաբանը, ով մինչ այդ լռում էր, միջամտեց. «Պարոն Ասատրյան, մենք ստացել ենք տեղեկություններ, որ դուք ունեք որոշակի վարքագծային խնդիրներ։ Կան վկաներ, ովքեր պատմել են, որ դուք հաճախ կոնֆլիկտների եք մտնում ադմինիստրացիայի հետ, որ դուք պահանջկոտ եք, որ դուք ցուցաբերում եք անհարգալից վերաբերմունք»։ Դա սուտ էր, բացարձակ սուտ, Արամը գիտեր դա։ Նա երբեք չէր եղել կոնֆլիկտային մարդ, հակառակը, նա հայտնի էր իր համեստությամբ, իր հարգալից վերաբերմունքով բոլորի հանդեպ։ Բայց այստեղ, այդ սառը սենյակում, նրա բառերը ոչինչ չէին նշանակում։ Նրանք արդեն կայացրել էին իրենց դատավճիռը, այս հանդիպումը պարզապես ձականություն էր, փորձ ստեղծել պաշտոնական հիմնավորում այն բանի համար, ինչը նրանք արդեն որոշել էին անել։ Նախարարի տեղակալը, ով մինչ այդ նայում էր պատուհանից, շրջվեց ասաց այն բառերը, որոնք Արամը երբեք չէր մոռանա. «Տեսեք, պարոն Ասատրյան, մենք չենք ուզում ձեզ վնասել։ Մենք պարզապես ուզում ենք, որ դուք հասկանաք ձեր տեղը։ Դուք կարող եք շարունակել երգել ռեստորաններում, կարող եք վաստակել ձեր փողը, կարող եք ունենալ ձեր երկրպագուներ։ Բայց մի սպասեք ավելին։ Մի սպասեք, որ պետությունը ձեզ ճանաչի, քանի որ դուք չեք համապատասխանում մեր չափանիշներին»։ Ինչպիսին էր Արամի դեմքը այդ պահին։ Ինչպիսին էր նրա սիրտը, երբ նա լսեց այդ բառերը։ Նա չբարկացավ, չբղավեց, չհեռացավ։ Նա պարզապես նստեց այնտեղ, լռելիայն, նրա աչքերում կար այնպիսի ցավ, որը խոսում էր ավելին, քան 1000 բառ։ Հետո նա դանդաղ ոտքի կանգնեց, գլուխ տվեց, ասաց միայն. «Շնորհակալություն ձեզ ժամանակի համար»։ Նա դուրս եկավ այդ սենյակից, իջավ աստիճաններով, դուրս եկավ շենքից, երբ հայտնվեց փողոցում, արի տակ, նա զգաց, թե ինչպես են արցունքները սկսում հոսել նրա դեմքով։ Նա չէր լացել տարիներ շարունակ, բայց այդ օրը նա չկարողացավ զսպել։ Քանի որ այդ հանդիպումը վերջնականապես ջախջախեց նրա վերջին հույսը, որ արդարությունը կարող է հաղթել։ Բայց պատմությունը դրանով չավարտվեց։ Քանի որ 3 օր անց Արամ Ասատրյանը ստացավ հեռախոսազանգ մի անծանոթ մարդուց, ով ներկայացավ որպես բարեկամ։ Այդ մարդը, ում ձայնը փոփոխված էր, կարծես նա խոսում էր անձեռոցիկի միջով, ասաց. «Պարոն Ասատրյան, ես գիտեմ, թե ինչ տեղի ունեցավ նախարարությունում։ Ես ուզում եմ ձեզ օգնել։ Բայց դուք պետք է իմանաք ճշմարտությունը։ Այն, ինչ տեղի ունեցավ, դա ոչ թե պատահական էր։ Կա մի մարդ, ով անձամբ հետապնդում է ձեզ, ով անձամբ արգելափակում է ձեր ճանապարհը։ Եվ այդ մարդը շատ ուժեղ է, շատ կապված։ Եթե դուք ուզում եք իմանալ նրա անունը, հանդիպեք ինձ»։ Արամը, թե կասկածելով, համաձայնեց հանդիպել։ Հանդիպումը տեղի ունեցավ երեկոյան, Հրազդանի կիրճի մոտ, հեռու քաղաքի աղմուկից։ Անծանոթ մարդը, ով եկավ մութ ակնոցներով բարձրացրած օձիքով, թե ամառ էր, սկսեց պատմել մի պատմություն, որը հնչում էր անհավատալի, բայց որի ամեն մանրամասն ուներ ճշմարտության զանգը։ Նա պատմեց, որ 1980-ականների վերջին, երբ Արամը դեռ սկսնակ էր, նա երգել էր մի անձնական միջոցառման, որտեղ ներկա էր եղել մի բարձրաստիճան պաշտոնյայի դուստրը։ Այդ երիտասարդ կինը, որը ապրում էր արտասահմանում, եկել էր Երևան կարճ այցով, հիացել էր Արամով, փորձել էր մոտենալ նրան համերգից հետո։ Բայց Արամը, ով այդ ժամանակ արդեն ամուսնացած էր, հավատարիմ էր իր ընտանիքին, քաղաքավարի մերժել էր նրա ուշադրությունը։ Դա պետք է լիներ պարզ դրվագ, մոռացված հաջորդ օրը։ Բայց այդ երիտասարդ կինը, ով սովոր էր ստանալու այն, ինչ ուզում էր, չկարողացավ ընդունել մերժումը։ Նա գնաց իր հոր մոտ, պատմեց, թե ինչպես էր այդ ռեստորանային երգիչը անհարգալից վերաբերվել իր հանդեպ։ Եվ հայրը, ով ուներ բավականին իշխանություն, որպեսզի կործանի կարիերաներ մի հեռախոսազանգով, որոշեց պատժել Արամին։ Ոչ թե բացահայտորեն, ոչ թե հրապարակավ, այլ լուռ, համակարգված, անողորմ։ Նա էր այն մարդը, ով սկսեց այն շղթան, որը տարիներ շարունակ պահեց Արամ Ասատրյանի անունը հեռու պաշտոնական ճանաչումից։ Նա էր այն մարդը, ով ստեղծեց ցուցակը, ով տվեց հրահանգներ, ով համոզեց ուրիշներին, որ Արամը անցանկալի է։ Անծանոթ մարդը ավարտեց իր պատմությունը ասաց. «Այդ մարդը դեռ ապրում է, դեռ ունի իշխանություն, դեռ հետում է ձեզ։
Եվ քանի դեռ նա կենդանի է, դուք երբեք չեք ստանա այն ճանաչումը, որին արժանի եք։ Արամը լսեց այս ամենը լռությամբ, երբ անծանոթ մարդը հեռացավ, նա մնաց մենակ, կիրճի եզրին, նայելով ներք գետը, որը հոսում էր մութ ջրերով։ Նա մտածեց այն մասին, թե ինչպես է մի պահ, մի մերժում, մի քաղաքավարի ոչ կարող փոխել ամբողջ կյանքը։ Նա մտածեց այն մասին, թե ինչպիսի աշխարհում է ապրում, որտեղ անձնական վրեժխնդրությունը կարող է ավելի ուժեղ լինել, քան տաղանդը, քան աշխատանքը, քան միլիոնների սերը։ Արդյոք այդ պատմությունը ճշմարիտ էր։ Մենք փորձեցինք ստուգել, գտանք որոշ ապացույցներ, որոնք հաստատում էին մի մասը, բայց ոչինչ վերջնական։ Այդ բարձրաստիճան պաշտոնյան մահացել էր 1999 թվականին, տանելով իր գաղտնիքները գերեզման։ Նրա դուստրը երբեք չխոսեց այդ թեմայով, երբ լրագրողները փորձեցին հարցնել նրան, նա պարզապես փակեց դուռը նրանց դեմքին։ Բայց այն, ինչ մենք գիտենք վստահորեն, այն է, որ Արամ Ասատրյանը այդ հանդիպումից հետո փոխվեց։ Նա դարձավ ավելի զգույշ, ավելի փակ, ավելի հեռավոր։ Նա դադարեց հույս ունենալ պաշտոնական ճանաչման համար, սկսեց ապրել միայն իր երաժշտությամբ, միայն իր ժողովրդի սիրով։ Բայց այդ փոփոխությունը եկավ գնով։ Քանի որ երբ մարդը կորցնում է հույսը, նա կորցնում է մի մասը իր հոգու։ Արամը սկսեց խմել ավելի շատ, ոչ թե հաճույքի համար, այլ մոռացության համար։ Նա սկսեց մեկուսանալ, նույնիսկ իր ընտանիքից, իր ընկերներից։ Նա սկսեց ապրել կարծես երկու կյանք, մեկը բեմում, որտեղ նա էր աստղը, սիրելին, կուռքը, մյուսը տանը, որտեղ նա էր կոտրված մարդ, լի ցավով, հիասթափությամբ։ Եվ ոչ ոք, նույնիսկ նրա ամենամոտ մարդիկը, չէին կարող հասնել նրան այնտեղ, որտեղ նա իսկապես ապրում էր, իր ներքին խավարում։ Ինչպես կարող էր համակարգը թույլ տալ, որ անձնական վրեժխնդրությունը ոչնչացնի տաղանդը։ Ինչպես կարող էր լինել, որ մի մարդու ազդեցությունը բավարար էր, որպեսզի արգելափակի ամբողջ կարիերան։ Եվ ամենակարևորը, քանի ուրիշ Արամ Ասատրյաններ կային, ում պատմությունները երբեք չպատմվեցին, ում անուններն ընդմիշտ մնացին անտեսված, քանի որ նրանք չունեին ժողովրդի այն սերը, որը պահպանեց Արամի հիշողությունը։ 1998 թվականի գարնանը, երբ Հայաստանը դեռ ապրում էր էներգետիկ ճգնաժամի մեջ, երբ էլեկտրականությունը կար օրական միայն 2 ժամ, մարդիկ ջեռուցվում էին վառելով ինչ որ գտնում էին, Արամ Ասատրյանը տվեց մի համերգ, որը մտավ պատմություն։ Դա էր ձմեռային երեկո, սառը, մութ, անհույս։ Համերգասրահում էլեկտրականություն չկար, կազմակերպիչները բերել էին հարյուրավոր մոմեր, որոնք տեղադրել էին ամբողջ դահլիճում։ Երբ Արամը բարձրացավ բեմ, նա տեսավ մի տեսարան, որը սառեցրեց նրա շունչը։ Հազարավոր մարդիկ, նստած սառույցի պես սառը դահլիճում, փաթաթված վերարկուներում, շապիկներում, բայց բոլորը այնտեղ էին, բոլորը սպասում էին նրան։ Արամը սկսեց երգել, նրա ձայնը, որը միշտ եղել էր ուժեղ, այդ երեկո հնչեց այնպես, կարծես նա երգում էր վերջին անգամ։ Նա երգեց 3 ժամ անընդմեջ, առանց ընդմիջման, առանց դադարի։ Նա երգեց բոլոր իր սիրելի երգերը, ամեն երգի հետ դահլիճը լցվում էր ավելի ու ավելի շատ էմոցիաներով։ Մարդիկ լացում էին, երգում էին նրա հետ, պարում էին իրենց տեղերում, մոռանալով սառույցը, մոռանալով դժվարությունները, մոռանալով ամեն ինչ, բացի այդ պահից։ Եվ երբ Արամը ավարտեց իր վերջին երգը, ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց, ծափահարեց այնպես, որ ծափերի ձայնը լսվում էր փողոցում։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ համերգից հետո, էր ավելի նշանակալից։ Քանի որ երբ Արամը իջավ բեմից գնաց հագուստարան, նա գտավ այնտեղ մի խումբ մարդկանց, ովքեր սպասում էին նրան։ Դրանք էին սովորական մարդիկ, աշխատողներ, ուսուցիչներ, բժիշկներ, տարեցներ, երիտասարդներ։ Նրանք բերել էին նվերներ, ինչ որ կարող էին, մի շիշ տնական գինի, մի տուփ շոկոլադ, մի ծաղկե փունջ, որը հավաքել էին ձմեռային պարտեզից։ Եվ նրանք, մեկը մյուսի հետից, մոտենում էին Արամին, ասում էին նրան բառեր, որոնք նա երբեք չէր մոռանա։ Շնորհակալություն, որ դուք կաք, դուք մեր հույսն եք, ձեր երաժշտությունը մեզ օգնում է ապրել։ Արամը կանգնած էր այնտեղ, շրջապատված այդ մարդկանցով, նա զգում էր, թե ինչպես է նրա սիրտը միաժամանակ լցվում ուրախությամբ, ցավով։ Ուրախությամբ, քանի որ նա տեսնում էր, որ նրա երաժշտությունը իսկապես նշանակություն ունի, որ այն օգնում է մարդկանց։ Ցավով, քանի որ նա գիտեր, որ այդ սերը, այդ ճանաչումը, որը նա ստանում էր ժողովրդից, երբեք չէր լինի բավարար պաշտոնական աշխարհի համար։ Նա գիտեր, որ նույնիսկ եթե միլիոնները սիրեն նրան, այն 5 կամ 10 մարդիկ, ովքեր նստում էին սառը սենյակներում որոշում, թե ով է արժանի պարքի, երբեք չեն փոխի իրենց կարծիքը։ Եվ այդ գիտակցումը, այդ անարդարության զգացումը, շարունակում էր ուտել նրան ներսից։
Բայց այդ երեկո տեղի ունեցավ նա ինչ-որ այլ բան, ինչ-որ բան, որը փոխեց Արամի հայացքը։ Քանի որ երբ նա վերջապես մնաց մենակ, երբ բոլորը հեռացան, նա նստեց իր հագուստարանում, նայելով հայելուն, նա տեսավ իր դեմքը, հոգնած, ծերացած, բայց դեռ կենդանի։ Եվ նա հասկացավ մի բան, որը պետք է հասկանար շատ ավելի վաղ։ Նա հասկացավ, որ իսկական ճանաչումը գալիս է ոչ թե վերից, ոչ թե պաշտոնական փաստաթղթերից, այլ ներքից, մարդկանցից, ում համար նա երգում էր։ Նա հասկացավ, որ նույնիսկ եթե նրա անունը երբեք չմտներ պաշտոնական ցուցակներ, նույնիսկ եթե նա երբեք չստանար պետական պարկ, նա արդեն ուներ ավելին, նա ուներ իր ժողովրդի սիրտը։ Այդ գիտակցումը պետք է ազատեր նրան, պետք է տար նրան խաղաղություն։ Բայց դա չեղավ։ Քանի որ Արամ Ասատրյանը, ի տարբերություն շատերի, չէր կարող պարզապես ընդունել անարդարությունը։ Նա չէր կարող ասել, լավ, ես ունեմ ժողովրդի սերը, դա բավական է։ Նա ուզում էր ավելին։ Նա ուզում էր, որ նրա երկիրը, նրա պետությունը ճանաչեր նրան։ Եվ այդ ցանկությունը, որը շատերը կարող էին անվանել ամբարտավանություն կամ անհագ ձգտում, իրականում էր պարզապես մարդկային կարիք արդարության համար։ Քանի որ ինչու՞։ Պետք է մարդը, ով տվել է իր ամբողջ կյանքը իր արվեստին, ով ուրախացրել է միլիոնները, ով դարձել է իր ժողովրդի ձայնը, մնա անտեսված իր սեփական պետության կողմից։ 1999 թվականի աշնանը Արամ Ասատրյանի առողջությունը սկսեց լրջորեն վատանալ։ Տարիների անդադար աշխատանքը, սթրեսը, հիասթափությունները, ալկոհոլը, այս ամենը սկսեց վճարել իր հարկը։ Բժիշկները նախազգուշացրին նրան, որ նա պետք է դանդաղեցնի, պետք է հանգստանա, պետք է խնամի իր առողջությունը։ Բայց Արամը չէր կարող դադարել։ Նա շարունակեց տալ համերգներ, շարունակեց երգել, կարծես փորձելով լցնել մի դատարկություն, որը երբեք չէր լցվում։ Նրա ընտանիքը անհանգստանում էր, նրա ընկերները աղաչում էին նրան դադարեցնել, բայց Արամը չէր լսում։ Նա ապրում էր կարծես փոխառու ժամանակով, կարծես գիտեր, որ նրան մնացել է քիչ, ուզում էր տալ այնքան, որքան կարող էր, քանի դեռ կարող էր։ Եվ այդ ամենի ֆոնին շարունակվում էր այն անտեսանելի պատերազմը։ Քանի որ նույնիսկ երբ Արամի առողջությունը վատանում էր, նույնիսկ երբ պարզ էր դառնում, որ նա չի ապրի երկար, պաշտոնական աշխարհը չփոխեց իր դիրքորոշումը։ 1999 թվականի ձմռանը, երբ Արամը հիվանդանոցում էր, մի խումբ մշակութային գործիչներ կրկին փորձեցին ներկայացնել նրա անունը պարքի համար։ Նրանք պատրաստեցին մի նոր ցուցակ, ավելի մանրամասն, ավելի հիմնավորված, ավելի անհերքելի։ Նրանք հավաքեցին ստորագրություններ հարյուրավոր մարդկանցից, երաժիշտներից, գրողներից, բանաստեղծներից, սովորական քաղաքացիներից։ Նրանք ստեղծեցին մի փաստաթղթ, որը անհնար էր անտեսել։ Բայց նրանք անտեսեցին։ Ցուցակը ներկայացվեց, քննարկվեց, կրկին, վերջին րոպեին, Արամ Ասատրյանի անունը ջնջվեց։ Այս անգամ նույնիսկ չկար բացատրություն, նույնիսկ չկար պատրվակ։ Պարզապես մի գիծ, կարմիր գրիչով, անունը անհետացավ։ Երիտասարդ մշակութային գործիչները, ովքեր աշխատել էին այդ վրա, չէին կարող հավատալ։ Նրանցից մեկը, երիտասարդ երաժիշտ, ով հետագայում դարձավ հայտնի, պատմեց, որ նա գնաց ուղղակի նախարարի մոտ պահանջեց բացատրություն։ Նախարարը, տարեց մարդ, մոխրագույն մազերով հոգնած աչքերով, նայեց նրան, ասաց միայն երիտասարդ, կան որոշումներ, որոնք ընդունվում են ավելի բարձր մակարդակում, քան իմ գրասենյակը։ Ես չեմ կարող փոխել դրանք։ Ո՞վ էր այդ ավելի բարձր մակարդակը։ Ո՞վ էր այն մարդը կամ այն խումբը, որը ուներ այնքան ուժ, որ կարող էր արգելափակել Արամ Ասատրյանի ճանաչումը նույնիսկ այն ժամանակ, երբ նա մահվան անկողնում էր։ Արդյոք դա դեռ էր այն նույն բարձրաստիճան պաշտոնյան, ով մահացել էր տարիներ առաջ, բայց ում ազդեցությունը շարունակում էր ապրել նրա հետորդների միջոցով։ Թե՞ դա էր ամբողջ համակարգ, որը այնքան խորը էր արմատացած իր նախապաշարմունքներում, որ անհատական որոշումները այլևս նշանակություն չունեին։ Կամ գուցե դա էր ինչ-որ ավելի խորը, ավելի մութ, վախ, որ եթե նրանք ճանաչեն Արամին, նրանք կստիպված լինեն ճանաչել, որ սխալվել են տասնամյակներ շարունակ, այդ ճանաչումը կլիներ չափազանց ցավոտ նրանց համար։ Արամ Ասատրյանը երբեք չիմացավ այդ վերջին փորձի մասին։ Նա հիվանդանոցում էր, պայքարում իր կյանքի համար, նրա ընտանիքը որոշեց չպատմել նրան, որպեսզի չավելացնեն նրա ցավը։ Բայց գուցե նա զգաց դա, գուցե նա գիտեր, նույնիսկ առանց բառերի, որ նույնիսկ վերջում, նույնիսկ երբ ամեն ինչ պարզ էր, համակարգը չէր փոխվելու։ Եվ գուցե հենց այդ գիտակցումն էր, որը վերջապես կոտրեց նրա սիրտը։
Ոչ թե հիվանդությունը, ոչ թե ֆիզիկական ցավը, այլ այն հոգոր ցավը, որը գալիս է այն բանից, երբ հասկանում ես, որ քո սեփական երկիրը, քո սեփական մարդիկ, քո սեփական համակարգը երբեք չի ճանաչի քեզ այնպես, ինչպես դու արժանի ես։ Ինչպես կարող էր համակարգը լինել այդքան անողորմ։ Ինչպես կարող էին մարդիկ, ովքեր ինքնաբերաբար անվանում էին իրենց մշակույթի պահապաններ, լինել այդքան կույր իսկական արվեստի հանդեպ։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող էր լինել, որ այդ պատմությունը կրկնվեր անընդհատ ոչ միայն Արամ Ասատրյանի հետ, այլ հարյուրավոր ուրիշների հետ, ում անուններն անհայտ են, ում տաղանդները ճնշվեցին, ում երազանքները ջախջախվեցին այն նույն սառը համակարգի կողմից, որը պնդում էր, որ պաշտպանում է մշակույթը։ Երանի Նորք Մարաշ թաղամասի խորքում, հին հնքահարկ շենքի երկրորդ հարկում, որտեղ պատերը բարակ էին, յուրաքանչյուր խոսք լսվում էր հարաններին, ապրում էր մի կին, ով 30 տարի աշխատել էր Արամ Ասատրյանի անձնական քարտուղար։ Նրա անունը Լուսինե էր, նա տեսել էր այն ամենը, ինչը տեղի էր ունեցել փակ դռների հետում, այն ամենը, ինչը երբեք չէր ցուցադրվել հանրությանը։ 1999 թվականի աշնանը, երբ Արամի առողջությունը արդեն լրջորեն վատացել էր, Լուսինեն սկսեց վարել գաղտնի օրագիր, որտեղ գրում էր ամեն ինչ, ամեն հեռախոսազանգ, ամեն այցելություն, ամեն խոսակցություն։ Նա գիտեր, որ ինչ-որ բան սխալ է, որ Արամի շուրջը տեղի են ունենում բաներ, որոնք նորմալ չեն։ Եվ նա ուզում էր ապացույց ունենալ, եթե երբե անհրաժեշտ լիներ։ Այդ օրագիրը, որը մենք գտանք նրա մահից հետո, բացահայտում է մի պատմություն, որը սարսափելի է իր պարզությամբ դաժանությամբ։ 1999 թվականի հոկտեմբերի 22-ին, երբ Արամը վերադարձավ հիվանդանոցից առաջին անգամ, երբ բժիշկները ասացին, որ նա կարող է տուն գնալ մի քանի օրով, Լուսինեն նկատեց, որ նրա փոստարկղում կար մի նամակ, առանց ուղարկողի հասցեի, առանց անվան։ Ներսում կար մի թերթիկ, որի վրա գրված էր միայն մի նախադասություն՝ դադարեցրու պայքարել, գուցե քեզ թույլ տան խաղաղ մեկնել։ Լուսինեն ցույց տվեց այդ նամակը Արամին, նա կարդաց այն լռությամբ, հետո դանդաղ պատռեց, նետեց աղբամանը։ Բայց Լուսինեն տեսավ նրա ձեռքերը, թե ինչպես էին դողում, տեսավ նրա աչքերը, թե ինչպես էին լցվում ոչ թե վախով, այլ բարկությամբ։ Նրանք կարծում են, որ կարող են վախեցնել ինձ նույնիսկ այժմ, ասաց նա, նրա ձայնը, թե թույլ, լի էր վճռականությամբ։ Բայց ես չեմ դադարի։ Ես չեմ դադարի, քանի դեռ շնչում եմ։ Ո՞վ էր ուղարկել այդ նամակը։ Ո՞վ էր այնքան վախեցած Արամ Ասատրյանի շարունակական գոյությունից, որ համարձակվեց սպառնալ մահվան անկողնում ընկած մարդուն։ Լուսինեն փորձեց պարզել, հարցրեց Հարաններին, փորձեց գտնել ականատեսներ, ովքեր տեսել էին, թե ով էր դրել այդ նամակը փոստարկղում։ Բայց ոչ ոք ոչինչ չտեսավ, կամ ավելի ճիշտ, ոչ ոք չուզեց խոսել։ Քանի որ այդ ժամանակ 1990-ականների Հայաստանում, երբ հին համակարգը փլուզվում էր, բայց նորը դեռ չէր ձևավորվել, երբ անկարգությունը, անորոշությունը տիրում էին ամենուր, մարդիկ սովորել էին լռել, սովորել էին չտեսնել, սովորել էին չլսել։ Քանի որ խոսելը կարող էր վտանգավոր լինել, ով գիտեր, թե ով ուներ իշխանություն, ով ոչ։ Բայց Արամը չվախեցավ։ Հակառակը, այդ նամակը կարծես տվեց նրան նոր ուժ, նոր նպատակ։ Նա սկսեց պլանավորել մի վերջին մեծ համերգ, որը կլիներ նրա կտակը, նրա վերջին խոսքը իր ժողովրդին։ Նա ուզում էր, որ այդ համերգը լինի այնպիսին, որ երբեք չմոռացվի, որ խոսի ավելին, քան ցանկացած պաշտոնական ճանաչում։ Լուսինեն սկսեց կազմակերպել, զանգահարել դահլիճներին, խոսել երաժիշտների հետ, պատրաստել ծրագիրը։ Բայց ամեն անգամ, երբ նա փորձում էր ամրագրել դահլիճ, նա ստանում էր նույն պատասխանը՝ ներողություն, բայց մենք արդեն ամրագրված ենք այդ ամսվա համար։ Դա տեղի էր ունենում անընդհատ, յուրաքանչյուր դահլիճում, յուրաքանչյուր վայրում։ Կարծես ինչ-որ մեկը զանգահարել էր, նախապես արգելափակել էր բոլոր հնարավորությունները։ Լուսինեն չհանձնվեց։ Նա գտավ մի փոքր ակումբ, որը պատկանում էր մի անկախ ձեռնարկատիրոջ, ով համաձայնեց տալ տարածքը Արամի համերգի համար։ Դա չէր լինելու մեծ դահլիճ, չէր լինելու շքեղ, բայց դա էր այն, ինչ նրանք ունեին։ Համերգը նշանակվեց 1999 թվականի դեկտեմբերի 15-ին։ Լուսինեն սկսեց տարածել տեղեկությունը, մարդիկ սկսեցին գրանցվել։ Շատ արագ պարզվեց, որ փոքր ակումբը չի բավականացնի, հարյուրավոր մարդիկ ուզում էին գալ։ Բայց Լուսինեն չէր կարող փոխել վայրը, քանի որ ուրիշ տեղ չկար։ Եվ այդպես նրանք որոշեցին անել երկու համերգ, մեկը ցերեկը, մեկը երեկոյան։ Բայց 3 օր առաջ համերգից, երբ ամեն ինչ պատրաստ էր, երբ տոմսերը վաճառված էին, երբ երաժիշտները պրոբա էին անում, Լուսինեն ստացավ հեռախոսազանգ ակումբի սեփականատիրոջից։
Նրա ձայնը դողում էր, երբ նա ասաց. «Լուսինե ջան, ներողություն, բայց ես չեմ կարող տալ ակումբը համերգի համար»։ Ինձ այցելեցին մարդիկ, նրանք ասացին, որ եթե ես թույլ տամ այդ համերգը, ինձ կփակեն բիզնեսը։ Ես ունեմ ընտանիք, երեխաներ, ես չեմ կարող ռիսկի գնալ։ Լուսինեն փորձեց համոզել նրան, աղաչեց, նույնիսկ առաջարկեց վճարել ավելի շատ գումար, բայց սեփականատերը անսասան էր։ Նա վախեցած էր, իսկական վախով, ոչինչ չէր կարող փոխել նրա որոշումը։ Ո՞վ էին այդ մարդիկը, ովքեր այցելեցին սեփականատիրոջը։ Ինչ իրավունքով նրանք սպառնացին փակել բիզնեսը։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Էր Արամ Ասատրյանի մի համերգը, մի հիվանդ մարդու վերջին ելույթը, այդքան վտանգավոր նրանց համար։ Լուսինեն գրեց այս ամենը իր օրագրում, նրա բառերը լի էին ցասումով անզորությամբ։ Նրանք չեն թողնում նրան նույնիսկ վերջում, գրեց նա։ Նրանք վախենում են նրանից նույնիսկ այժմ, երբ նա գրեթե չի կարող կանգնել։ Ինչից են նրանք վախենում։ Արդյոք նրանք վախենում են, որ մարդիկ կտեսնեն ճշմարտությունը, կհասկանան, թե ինչ են նրանք արել նրա հետ բոլոր այս տարիների ընթացքում։ Երբ Լուսինեն պատմեց Արամին, թե ինչ էր տեղի ունեցել, նա սպասում էր, որ Արամը կբարկանա, կհիասթափվի, կհանձնվի։ Բայց Արամը պարզապես նստեց իր բազկաթոռին, նայեց պատուհանից դեպի մութ երկինքը ժպտաց։ Դա էր տարօրինակ ժպիտ, լի դառնությամբ, բայց նա ինչ-որ խաղաղությամբ։ Գիտես, Լուսինե, ասաց նա, նրա ձայնը հնչում էր այնպես, կարծես նա խոսում էր հեռվից, ես ամբողջ կյանքս պայքարել եմ նրանց դեմ։ Ես մտածում էի, որ եթե ես բավականաչափ աշխատեմ, եթե ես բավականաչափ լավ երգեմ, եթե ես բավականաչափ սիրված լինեմ, նրանք վերջապես կճանաչեն ինձ։ Բայց ես սխալվել եմ։ Նրանք երբեք չեն ճանաչի ինձ, քանի որ ճանաչելը նշանակում է ընդունել, որ նրանք սխալվել են։ Եվ նրանք երբեք չեն ընդունի դա։ Նա դադարեց, շնչեց խորը շարունակեց, բայց գիտես ինչ։ Ես այլս չեմ կարիք նրանց ճանաչմանը։ Ես ունեմ ինչ-որ ավելի կարևոր բան։ Ես ունեմ իմ ժողովրդի սերը։ Եվ դա, Լուսինե, դա ավելին է, քան ցանկացած պարկ, ցանկացած կոչում, ցանկացած պաշտոնական ճանաչում։ Լուսինեն լսում էր այս բառերը, արցունքները հոսում էին նրա դեմքով։ Քանի որ նա գիտեր, որ Արամը փորձում էր համոզել ոչ թե նրան, այլ իրեն, փորձում էր գտնել խաղաղություն այն բանում, ինչ ուներ, այլ ոչ թե այն բանում, ինչ երբեք չէր ունենա։ Բայց արդյոք նա իսկապես հավատում էր իր սեփական բառերին, թե դա էր վերջին փորձը պահպանել իր արժանապատվությունը, երբ ամեն ինչ այլ կորցրել էր։ Մշակույթի նախարարության ֆինանսական բաժնում, որտեղ պահվում էին բոլոր վճարումների գրանցամատյանները, կար մի հաշվապահ, անուն Գայանե, ով 15 տարի աշխատել էր այնտեղ, տեսել էր այն ամենը, ինչը տեղի էր ունեցել փողերի հետ։ 1998 թվականի գարնանը, երբ Հայաստանը դեռ ապրում էր տնտեսական ճգնաժամի մեջ, երբ պետական բյուջեն գրեթե դատարկ էր, Գայանեն նկատեց մի տարօրինակ բան։ Մշակույթի նախարարությունից հատկացվում էին մեծ գումարներ տարբեր մշակութային ծրագրերի համար, բայց երբ նա փորձում էր պարզել, թե որտեղ են գնում այդ գումարները, նա բախվում էր լռության պատին։ Փաստաթղթերը կային, ստորագրությունները կային, բայց իրական ծրագրերը ոչ։ Գայանեն սկսեց ուսումնասիրել այդ փաստաթղթերը ավելի ուշադիր, նա հայտնաբերեց մի օրինաչափություն։ Ամեն անգամ, երբ Արամ Ասատրյանի անունը հայտնվում էր որևէ ցուցակում, երբ նրա համար պլանավորվում էր որևէ միջոցառում, հանկարծ հայտնվում էր մի այլընտրանքային ծրագիր, որը պահանջում էր ճիշտ նույն գումարը, ճիշտ նույն ռեսուրսները։ Եվ այդ այլընտրանքային ծրագիրը միշտ հաստատվում էր, մինչդեռ Արամի ծրագիրը մերժվում էր բյուջետային սղության պատճառով։ Բայց երբ Գայանեն փորձեց պարզել, թե որտեղ են գնում այդ այլընտրանքային ծրագրերի գումարները, նա հայտնաբերեց, որ շատ դեպքերում այդ ծրագրերը երբեք չիրականացվում էին։ Գումարները պարզապես անհետանում էին, կորչում էին համակարգի խորքերում։ Դա չէր պարզապես կոռուպցիա։ Դա էր ինչ-որ ավելի համակարգված, ավելի նպատակաուղղված։ Դա էր մեխանիզմ, որը ստեղծվել էր հատուկ այն համար, որպեսզի արգելափակի Արամ Ասատրյանի ցանկացած հնարավորություն ստանալ պետական աջակցություն։ Եվ այդ մեխանիզմը աշխատում էր կատարյալ, տարիներ շարունակ, առանց ձախողման։ Գայանեն, ով էր պարզ հաշվապահ, առանց քաղաքական ազդեցության, առանց կապերի, չէր կարող անել ոչինչ այդ դեմ։ Բայց նա որոշեց գոնե փաստաթղթավորել այն, ինչ տեսնում էր։ Նա սկսեց պատճենել փաստաթղթերը, պահել դրանք տանը, ստեղծել իր սեփական արխիվը։ Նա չգիտեր, թե երբ է կարող է լինել օգտակար, բայց նա զգում էր, որ ինչ-որ մեկը պետք է իմանա ճշմարտությունը։
1998 թվականի ամռանը Գայանեին մոտեցավ մի երիտասարդ լրագրող, ով աշխատում էր փոքր անկախ թերթում ուսումնասիրում էր մշակույթի ֆինանսավորման թեման։ Լրագրողը, ում անունը Դավիթ էր, լսել էր լուրեր, որ ինչ-որ անկանոնություններ կան, ուզում էր պարզել ճշմարտությունը։ Գայանեն, վախենալով հետանքներից, սկզբում մերժեց խոսել։ Բայց Դավիթը համառ էր, նա վերադարձավ մի քանի անգամ, վերջապես Գայանեն համաձայնեց հանդիպել նրա հետ գաղտնի, հեռու նախարարությունից, հեռու աչքերից։ Նրանք հանդիպեցին մի փոքր սրճարանում, կենտրոնի հին փողոցներից մեկում, որտեղ ոչ ոք չէր ճանաչում նրանց։ Գայանեն բացեց իր պայուսակը, հանեց հաստ թղթապանակ, լի պատճենված փաստաթղթերով։ «Տեսեք», ասաց նա, նրա ձայնը դողում էր, «ես չեմ ուզում խնդիրներ։ Ես ունեմ ընտանիք, աշխատանք, ես չեմ կարող կորցնել դրանք։ Բայց ես չեմ կարող լռել, երբ տեսնում եմ այն, ինչ տեղի է ունենում»։ Նա սկսեց ցույց տալ փաստաթղթերը Դավիթին, բացատրել թվերը, ցույց տալ օրինաչափությունները։ Դավիթը նայում էր, գրում էր նոթեր, նրա դեմքը դառնում էր ավելի ու ավելի լուրջ։ Երբ Գայանեն ավարտեց, Դավիթը նայեց նրան, ասաց. «Դուք գիտեք, թե ինչ է սա նշանակում։ Սա ապացույց է համակարգված հետապնդման։ Սա կարող է փոխել ամեն ինչ»։ Բայց Գայանեն թափ տվեց գլուխը։ «Ոչ», ասաց նա։ «Սա ոչինչ չի փոխի։ Քանի որ նրանք, ովքեր անում են սա, շատ ուժեղ են։ Նրանք կգտնեն ճանապարհ ամեն ինչ թաքցնելու, ամեն ինչ շղթելու։ Եվ ես, պարզ հաշվապահ, կկորցնեմ իմ աշխատանքը, գուցե նույնիսկ ավելին»։ Դավիթը փորձեց համոզել նրան, որ ճշմարտությունը պետք է դուրս գա, որ մարդիկ պետք է իմանան։ Բայց Գայանեն անսասան էր։ Նա տվեց փաստաթղթերը Դավիթին, բայց պայմանով, որ նրա անունը երբեք չհրապարակվի։ «Օգտագործեք դրանք, եթե կարող եք», ասաց նա։ «Բայց ինձ թողեք դրանից դուրս»։ Դավիթը վերցրեց փաստաթղթերը, սկսեց գրել հոդված։ Նա աշխատեց 2 շաբաթ, ստուգեց ամեն փաստ, հարցազրույց վերցրեց ուրիշ աղբյուրներից, ստեղծեց մի նյութ, որը անհերքելի էր։ Հոդվածը պատրաստ էր հրապարակման, թերթի խմբագիրը հաստատել էր այն, նշանակվել էր ամսաթիվ։ Բայց մի գիշեր առաջ հրապարակումից Դավիթին այցելեցին 2 մարդ։ Նրանք եկան նրա բնակարան ուշ երեկոյան, երբ նա մենակ էր։ Նրանք չներկայացան, չցույց տվեցին որևէ փաստաթղթեր։ Նրանք պարզապես մտան, նստեցին նրա սենյակում, սկսեցին խոսել։ «Պարոն Դավիթ», ասաց նրանցից մեկը, տարեց մարդ, մոխրագույն կոստյումով, «մենք գիտենք, թե ինչի վրա եք աշխատում։ Մենք գիտենք, թե ինչ փաստաթղթեր ունեք։ Եվ մենք եկել ենք ձեզ նախազգուշացնելու։ Եթե դուք հրապարակեք այդ հոդվածը, դուք կապրեք դա։ Ձեր կարիերան կավարտվի, ձեր ընտանիքը կտուժի, ձեր կյանքը կդառնա դժոխք»։ Դավիթը, թե վախեցած, փորձեց պաշտպանվել։ «Դուք չեք կարող սպառնալ ինձ», ասաց նա։ «Ես լրագրող եմ, ես ունեմ իրավունք գրելու ճշմարտությունը»։ Երկրորդ մարդը, ավելի երիտասարդ, սառը դեմքով, ժպտաց։ «Իրավունք», կրկնեց նա այդ բառը, կարծես դա լիներ անեկդոտ։ «Պարոն Դավիթ, մենք ապրում ենք Հայաստանում, ոչ թե Շվեյցարիայում։ Այստեղ իրավունքները կախված են նրանից, թե ով ունես ետիցդ»։ Նրանք մնացին կես ժամ, խոսեցին հանգիստ, քաղաքավարի, բայց նրանց յուրաքանչյուր բառ էր սպառնալիք։ Երբ նրանք հեռացան, Դավիթը նստեց իր սեղանի առջ, նայեց իր հոդվածին, որը պատրաստ էր հրապարակման, մտածեց։ Նա մտածեց իր ընտանիքի մասին, իր երեխաների մասին, իր ապագայի մասին։ Եվ նա հասկացավ, որ նա չուներ ընտրություն։ Հաջորդ օրը նա զանգահարեց խմբագրին, ասաց, որ չի կարող հրապարակել հոդվածը։ Խմբագիրը, ով հասկացավ, թե ինչ էր տեղի ունեցել, չհարցրեց ոչինչ։ Նա պարզապես ասաց. «Հասկանում եմ», փակեց հեռախոսը։ Այդպես այդ հոդվածը, որը կարող էր բացահայտել ճշմարտությունը, որը կարող էր ցույց տալ, թե ինչպես էր համակարգը հետապնդում Արամ Ասատրյանին, երբեք չտեսավ լույսը։ Փաստաթղթերը մնացին Դավիթի սեղանի դարակում, թաքնված, մոռացված։ Գայանեն, երբ իմացավ, թե ինչ էր տեղի ունեցել, չզարմացավ։ Նա գիտեր, որ այդպես կլիներ։ Նա գիտեր, որ համակարգը շատ ուժեղ էր, շատ կազմակերպված, շատ անողորմ։ Եվ նա հասկացավ, որ ճշմարտությունը, որքան էլ ուժեղ լինի, երբեք չի կարող հաղթել, երբ մյուս կողմում կանգնած են նրանք, ովքեր ունեն իշխանությունը, ունեն գումարը, ունեն կապերը։ Բայց ինչու՞ էին նրանք այդքան վախեցած այդ հոդվածից։ Ինչ էր այնտեղ, որը կարող էր վնասել նրանց։ Գուցե պատասխանը կայանում էր ոչ թե փաստերի մեջ, այլ նրանում, թե ինչ էին այդ փաստերը ներկայացնում։
Քանի որ եթե մարդիկ տեսնեին, թե ինչպես էր համակարգը գործում, ինչպես էր այն օգտագործում պետական ռեսուրսները անձնական վրեժխնդրության համար, ապա գուցե նրանք սկսեին հարցնել ուրիշ հարցեր։ Գուցե նրանք սկսեին կասկածել ամեն ինչում, ինչ պաշտոնական աշխարհը պնդում էր։ Եվ դա էր իսկական վտանգը, ոչ թե մի հոդվածը, այլ այն, ինչ այդ հոդվածը կարող էր սկսել։ 1999 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ ձյունը սկսել էր ծածկել Երանի փողոցները, ցուրտը դարձել էր անտանելի, Արամ Ասատրյանը կանչեց իր ընտանիքին, իր ամենամոտ ընկերներին իր տուն։ Նա ուզում էր խոսել նրանց հետ, ասել ինչ-որ բան կարևոր։ Երբ բոլորը հավաքվեցին նրա փոքրիկ սենյակում, որտեղ պատերին կախված էին նկարներ նրա համերգներից, որտեղ անկյունում կանգնած էր հին պիանինո, որի վրա նա սովորել էր երգել, Արամը նստեց իր սիրելի բազկաթոռին, սկսեց խոսել։ Նրա ձայնը թույլ էր, բայց հստակ, յուրաքանչյուր բառ կշռված էր։ Ես գիտեմ, որ ժամանակը սպառվում է, սկսեց նա, սենյակում տիրեց լռություն։ Բժիշկները չեն ասում, բայց ես զգում եմ։ Ես զգում եմ, թե ինչպես է իմ մարմինը հանձնվում, ինչպես է յուրաքանչյուր օր դառնում ավելի դժվար։ Բայց ես չեմ վախենում մահից։ Ես ապրել եմ լիարժեք կյանք, ես երգել եմ այն երգերը, որոնք ուզում էի երգել, ես սիրել եմ այն մարդկանց, ում ուզում էի սիրել։ Ես չունեմ զղջումներ։ Նա դադարեց, շնչեց խորը, շարունակեց, բայց կա մի բան, որի մասին ես ուզում եմ, որ դուք իմանաք։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, թե ինչու եմ ես պայքարել այդքան երկար, ինչու եմ ես չհանձնվել, նույնիսկ երբ ամեն ինչ ընդդեմ իմ էր։ Նա նայեց իր կնոջը, ով նստած էր նրա կողքին, ձեռքը բռնած նրա ձեռքը։ Դա չէր անձնական փառքի համար, ասաց նա։ Դա չէր գումարի համար, չէր հռչակի համար։ Դա էր սկզբունքի համար։ Քանի որ ես հավատում էի, դեռ հավատում եմ, որ արվեստը պետք է ազատ լինի։ Արվեստը չպետք է որոշվի բյուրոկրատների կողմից, ովքեր նստում են սառը սենյակներում, կարծում են, որ նրանք գիտեն, թե ինչն է լավ ժողովրդի համար։ Արվեստը պետք է գա սրտից, պետք է խոսի ժողովրդի լեզվով, պետք է արտահայտի ժողովրդի զգացմունքները։ Նրա ընկերներից մեկը, հին երաժիշտ, ով նվագել էր նրա հետ տասնամյակներ շարունակ, հարցրեց, բայց Արամ, արդյոք դու չես զղջում, որ այդքան պայքարեցիր։ Արդյոք դու չես մտածում, որ եթե դու ընդունեիր նրանց կանոնները, եթե դու խաղայիր նրանց խաղը, գուցե քո կյանքը ավելի հեշտ կլիներ։ Արամը ժպտաց, այդ դառն ժպիտը, որը դարձել էր նրա ապրանքանիշը։ Գուցե, ասաց նա։ Գուցե ես ունենայի պարտքներ, կոչումներ, պաշտոնական ճանաչում։ Բայց ես չէի ունենա այն, ինչ ունեմ հիմա։ Ես չէի ունենա ձեր սերը, ժողովրդի սերը, այն զգացումը, որ ես մնացել եմ ինձ հավատարիմ։ Նա նայեց շուրջը, տեսավ արցունքները իր սիրելիների աչքերում, շարունակեց, ես ուզում եմ, որ դուք հիշեք մի բան։ Երբ ես չեմ լինի, երբ իմ ձայնը լռի, մի թողեք, որ նրանք վերագրեն ինձ։ Մի թողեք, որ նրանք, ովքեր ամբողջ կյանքս պայքարել են իմ դեմ, հանկարծ սկսեն պնդել, որ նրանք միշտ սիրել են ինձ, միշտ աջակցել են ինձ։ Քանի որ դա սուտ կլինի։ Ճշմարտությունն այն է, որ նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի ջախջախեն ինձ, նրանք չհաջողեցին միայն այն պատճառով, որ դուք, ժողովուրդը, չթողեցիք։ Այդ խոսքերը հնչեցին սենյակում ինչպես կտակ, ինչպես վերջին կամք։ Եվ բոլորը, ովքեր այնտեղ էին, հասկացան, որ Արամը պատրաստվում էր հեռանալ, որ նա դասավորում էր իր գործերը, որ նա ուզում էր վստահ լինել, որ նրա պատգամը չի կորչի։ Նրա կինը, ով բոլոր այդ տարիները եղել էր նրա կողքին, ով տեսել էր նրա բոլոր պայքարները, բոլոր հիասթափությունները, բոլոր հաղթանակները, սեղմեց նրա ձեռքը ավելի ամուր, ասաց, մենք չենք մոռանա, Արամ։ Մենք երբեք չենք մոռանա։ Բայց Արամը գիտեր, որ հիշողությունը կարճ է, որ ժամանակը ամեն ինչ մոռացնում է, որ նույնիսկ ամենաուժեղ պատգամները կարող են թուլանալ տարիների ընթացքում։ Նա գիտեր, որ եթե նա ուզում էր, որ ճշմարտությունը մնա, նա պետք է աներ ինչ-որ բան ավելին, քան պարզապես խոսել։ Եվ այդպես նա որոշեց գրել նամակ, մի նամակ, որը պետք է բացվեր միայն նրա մահից հետո, մի նամակ, որը կպատմեր ամբողջ պատմությունը, առանց զտման, առանց դիվանագիտության, առանց վախի։ Նա գրեց այդ նամակը հաջորդ օրերին, երբ նա մենակ էր, երբ ցավը թույլ էր տալիս նրան կենտրոնանալ։ Նա գրեց ամեն ինչ, այն հանդիպումը նախարարությունում, այն սպառնալիքները, այն արգելափակումները, այն անտեսանելի ուժերը, որոնք աշխատել էին նրա դեմ։ Նա գրեց անուններ, ամսաթվեր, վայրեր։ Նա գրեց իր զգացմունքները, իր ցավը, իր հիասթափությունը, բայց նա իր հույսը, որ ապագայում, երբ համակարգը փոխվի, երբ նոր սերունդը կգա, գուցե նրանք կհասկանան, թե ինչ էր տեղի ունեցել, կվերականգնեն արդարությունը։ Երբ նա ավարտեց, նա դրեց նամակը ծրարի մեջ, կնքեց այն, տվեց իր կնոջը։ Պահիր սա,
ասաց նա։ Եվ երբ ես չեմ լինի, երբ անցնի որոշ ժամանակ, բաց արա այն տուր այն մարդուն, ում դու վստահում ես, ով կարող է պատմել այս պատմությունը։ Նրա կինը վերցրեց ծրարը, նրա ձեռքերը դողում էին։ Նա չուզում էր մտածել այն օրվա մասին, երբ նա կկորցներ Արամին, բայց նա գիտեր, որ այդ օրը մոտենում էր, անխուսափելի, անողորմ։ Արդյոք այդ նամակը երբեք կբացվի։ Արդյոք այն կգտնի իր ճանապարհը դեպի լույս, թե կմնա թաքնված, ինչպես այնքան ուրիշ ճշմարտություններ, որոնք թաղված են Հայաստանի պատմության խավար անկյուններում։ Մենք չգիտենք դեռ, քանի որ այդ նամակը, եթե այն գոյություն ունի, դեռ չի գտնվել։ Բայց գուցե մի օր, երբ ժամանակը կհասունանա, երբ մարդիկ կլինեն պատրաստ լսելու, այն կհայտնվի Արամ Ասատրյանի ձայնը, որը լռեցվեց կյանքում, վերջապես կկարողանա խոսել մահից հետո։ Ինչպիսին կլինի այդ օրը, երբ ամբողջ ճշմարտությունը դուրս կգա։ Ինչպես կարձագանքեն մարդիկ, երբ իմանան, թե ինչ էր իրականում տեղի ունեցել։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ ճշմարտությունը կփոխի։ Ինչ որ բան, թե այն կլինի պարզապես մեկ պատմություն, մեկ անարդարություն, որը կավելացվի երկար ցուցակին այն բաների, որոնք տեղի են ունեցել, մոռացվել են։ Երանի Կոմիտասի անվան Պանթեոնում, որտեղ հանգչում են Հայաստանի մեծագույն դեմքերը, որտեղ յուրաքանչյուր գերեզման պատմում է մի պատմություն փառքի ճանաչման մասին, կա մի անկյուն, որտեղ երբեք չի լսվել Արամ Ասատրյանի անունը։ Ոչ թե այնտեղ տեղ չկար, ոչ թե նրա ընտանիքը չուզեց, այլ քանի որ նույնիսկ մահից հետո, նույնիսկ երբ նրա ձայնը լռել էր ընդմիշտ, պաշտոնական աշխարհը շարունակեց իր վերջին պատերազմը։ 1999 թվականի դեկտեմբերի 21-ին, երբ Արամ Ասատրյանի սիրտը դադարեց զարկել, երբ նրա ընտանիքը դեռ չէր հասցրել իմանալ, որ նա հեռացել է, մշակույթի նախարարության մի պաշտոնյա արդեն զանգահարում էր Պանթեոնի ադմինիստրացիային ասում. Ասատրյանի ընտանիքը կարող է դիմել տեղի համար, բայց մենք չենք կարող հաստատել։ Կան որոշակի չափանիշներ, որոնք նա չի բավարարում։ Ինչպիսի չափանիշներ կարող էին լինել այն մարդու համար, ով երգել էր 30 տարի, ով լցրել էր ամենամեծ դահլիճները, ում երգերը դարձել էին ժողովրդական։ Բայց պատասխանը երբեք չեկավ, քանի որ այդ չափանիշները գոյություն չունեին թղթի վրա, դրանք գոյություն ունեին միայն այն մարդկանց գլխում, ովքեր որոշել էին, որ Արամ Ասատրյանը պետք է մնա անտեսված նույնիսկ հավերժության մեջ։ Թաղման օրը եկավ ամբողջ Երանը։ Փողոցները լցված էին մարդկանցով, ովքեր եկել էին հրաժեշտ տալու իրենց սիրելի երգչին։ Հազարավոր մարդիկ, ծեր երիտասարդ, հարուստ աղքատ, բոլորը միասին, բոլորը լացում էին, բոլորը երգում էին նրա երգերը։ Դա էր այնպիսի տեսարան, որը պաշտոնական աշխարհը չէր կարող անտեսել, բայց նա չէր կարող ընդունել։ Քանի որ այդ ամբողջը, այդ սերը, այդ ցավը էին ապացույցը, որ Արամ Ասատրյանը չէր պարզապես ռեստորանային երգիչ, ինչպես նրանք պնդում էին տասնամյակներ շարունակ։ Նա էր ժողովրդի ձայնը, ժողովրդի սիրտը, ժողովրդի հոգին։ Եվ այդ ճանաչումը, որը եկավ փողոցներից, ոչ թե պաշտոնական սենյակներից, էր ավելի ուժեղ, քան ցանկացած պարկ, ցանկացած կոչում։ Բայց թաղումից հետո, երբ ամբողջը ցրվեց, երբ մարդիկը վերադարձան իրենց տուներ, երբ կյանքը շարունակեց իր սովորական ընթացքը, սկսվեց ինչ-որ այլ բան։ Սկսվեց այն, ինչը կարելի է անվանել հիշողության պատերազմ։ Քանի որ մահացած մարդը չի կարող պաշտպանվել, մահացած մարդը չի կարող ժխտել, մահացած մարդը չի կարող պայքարել։ Եվ հենց այդ պահին, երբ Արամ Ասատրյանի ձայնը լռել էր, պաշտոնական աշխարհը սկսեց իր վերջին, ամենադաժան գործողությունը։ Նրանք սկսեցին վերագրել նրան։ Հանկարծ այն նույն մարդիկը, ովքեր տասնամյակներ շարունակ արգելափակել էին նրա ճանապարհը, սկսեցին հայտնվել հեռուստատեսությունում, ռադիոյում, թերթերում պատմել, թե ինչպես էին նրանք միշտ գնահատել Արամ Ասատրյանի տաղանդը, ինչպես էին նրանք աջակցել նրան, ինչպես էին նրանք ցավում նրա վաղաժամ մեկնումից։ Դա էր վերջնական նվաստացումը, վերջնական անարգանքը։ Քանի որ նրանք ոչ միայն ժխտում էին այն, ինչ արել էին նրա հետ կյանքում, այլ նա փորձում էին գողանալ նրա հիշողությունը, վերափոխել այն, ստեղծել մի նոր պատմություն, որտեղ նրանք էին հերոսները, ոչ թե չարիքի աղբյուրը։ Արամի ընտանիքը, նրա ընկերները տեսնում էին այս ամենը, զգում էին անզորություն։ Ինչպես կարող էին նրանք պայքարել այն դեմ։ Ինչպես կարող էին նրանք ապացուցել ճշմարտությունը, երբ պաշտոնական աշխարհը վերահսկում էր մեդիան, վերահսկում էր պատմությունը, վերահսկում էր այն, ինչ մարդիկը լսում տեսնում էին։ Բայց կար մի բան, որը նրանք չէին կարող վերահսկել։ Կային այն մարդիկը, ովքեր ապրել էին այդ պատմությունը, ովքեր տեսել էին ճշմարտությունը իրենց սեփական աչքերով։ Լուսինեն, Արամի հավատարիմ քարտուղարը, որը պահել էր իր գաղտնի օրագիրը, որոշեց, որ ժամանակն է խոսել։
Նա գիտեր, որ դա վտանգավոր է, գիտեր, որ նա կարող է տուժել, բայց նա չէր կարող լռել, երբ տեսնում էր, թե ինչպես են ստում Արամի մասին։ Նա սկսեց տալ հարցազրույցներ փոքր, անկախ մեդիային, պատմել իր պատմությունները, ցույց տալ իր փաստաթղթերը։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, ճշմարտությունը սկսեց դուրս գալ։ Մարդիկ սկսեցին խոսել, սկսեցին հիշել, սկսեցին պատմել իրենց սեփական պատմությունները այն մասին, թե ինչպես էր Արամ Ասատրյանը տուժել պաշտոնական համակարգից։ Հին երաժիշտները պատմեցին, թե ինչպես էին նրանք տեսել, թե ինչպես էր Արամի անունը ջնջվում ցուցակներից։ Կազմակերպիչները պատմեցին, թե ինչպես էին նրանց սպառնում, եթե նրանք տային Արամին համերգելու հնարավորություն։ Սովորական մարդիկ պատմեցին, թե ինչպես էին նրանք տեսել այն երկակի ստանդարտը, երբ պաշտոնյաները հրապարակավ արամարում էին Արամին, բայց գաղտնի վայելում էին նրա երաժշտությունը։ Եվ այս բոլոր ձայները միասին սկսեցին ստեղծել մի նոր պատկեր, մի ճշմարիտ պատկեր այն մասին, թե ինչ էր իրականում տեղի ունեցել։ Բայց պաշտոնական աշխարհը չհանձնվեց։ Նրանք սկսեցին հակահարձակում, ասելով, որ այդ պատմությունները չափազանցված են, որ դրանք հիմնված են հուզմունքների վրա, ոչ թե փաստերի։ Նրանք սկսեցին հարցականի տակ դնել Լուսինեի վկայությունները, ասելով, որ նա անձնական շահեր ունի։ Նրանք սկսեցին փորձել լռեցնել այն ձայները, որոնք խոսում էին ճշմարտությունը։ Բայց այս անգամ դա չաշխատեց։ Քանի որ շատ ուշ էր։ Ճշմարտությունը արդեն դուրս էր եկել, այն չէր կարող վերադարձվել հետ։ Մարդիկ արդեն գիտեին, նրանք չէին մոռանա։ 1999 թվականի ձմեռը, երբ Հայաստանը դեռ ապրում էր էներգետիկ ճգնաժամի մեջ, երբ ապագան թվում էր անորոշ վախեցնող, Արամ Ասատրյանի տունը դարձավ ուխտատեղի։ Մարդիկ գալիս էին այնտեղ ոչ թե որպես տուրիստներ, այլ որպես ուխտավորներ, որոնք փնտրում էին ինչ-որ բան, մխիթարություն, հույս, կապ այն մարդու հետ, ով իրենց այդքան շատ էր տվել իր կյանքում։ Նրանք թողնում էին ծաղիկներ դռան առջ, թողնում էին նամակներ, թողնում էին իրենց սրտերի կտորները։ Եվ Արամի ընտանիքը թե ցավում էր, բայց նա զգում էր մի տեսակ հպարտություն, որ նրանց սիրելի մարդը, նույնիսկ մահից հետո, շարունակում էր ապրել մարդկանց սրտերում։ Բայց կար մի մարդ, ով չեկավ այդ տուն, ով չթողեց ծաղիկներ, ով չգրեց նամակ։ Դա էր այն բարձրաստիճան պաշտոնյան, ում դուստրը տարիներ առաջ մերժվել էր Արամի կողմից, ով, ըստ լուրերի, սկսել էր այն ամբողջ շղթան, որը տարիներ շարունակ պահել էր Արամին հեռու պաշտոնական ճանաչումից։ Այդ մարդը, ով այժմ արդեն տարեց էր, հիվանդ, մոտենում էր իր սեփական վերջին օրերին, ապրում էր իր մեծ տանը, շրջապատված ծառաներով, բայց մենակ իր խղճի հետ։ Նրա ընտանիքը, նրա ընկերները երբեք չիմացան ամբողջ պատմությունը, երբեք չհասկացան, թե ինչու էր նա այդքան ատում Արամ Ասատրյանին։ Նրանք կարծում էին, որ դա պարզապես գաղափարական տարաձայնություն էր, պարզապես տարբեր տեսակետներ արվեստի մասին։ Բայց ճշմարտությունը, որը թաքնված էր նրա սրտի խորքում, էր շատ ավելի պարզ, շատ ավելի մարդկային։ Դա էր վիրավորված հպարտություն, վրեժխնդրություն, անկարողություն ընդունել, որ ինչ-որ մեկը, ով չէր պատկանում նրա աշխարհին, համարձակվեց ասել ոչ նրա ընտանիքին։ Եվ այդ ոչը, այդ պարզ, անմեղ մերժումը, որը Արամը տվեց տարիներ առաջ, պաշտպանելով իր ընտանիքը, իր արժեքները, դարձավ սերմը, որը աճեց, դարձավ ամբողջ կյանքի պատերազմ։ Ինչպիսին էր այդ մարդու կյանքը այդ բոլոր տարիների ընթացքում։ Արդյոք նա երբե զղջաց այն, ինչ արեց։ Արդյոք նա երբե մտածեց այն մասին, թե ինչպես էր նրա անձնական վրեժխնդրությունը ոչնչացրել մի տաղանդավոր մարդու կյանքը։ Մենք երբեք չենք իմանա, քանի որ այդ մարդը մահացավ 1999 թվականի գարնանը, ընդամենը մի քանի ամիս Արամից հետո նա տարավ իր գաղտնիքները գերեզման։ Բայց նրա մահից հետո, երբ նրա ընտանիքը սկսեց դասավորել նրա գործերը, նրանք գտան մի փոքրիկ տուփ, թաքնված նրա սեղանի դարակի խորքում։ Այդ տուփի մեջ կար մի հին լուսանկար, Արամ Ասատրյանի, երիտասարդ, ժպտացող, լի կյանքով։ Ետում, գրված դողացող ձեռքով, կար միայն մի նախադասություն՝ ես սխալվեցի։ 3 բառ, որոնք եկան շատ ուշ, որպեսզի փոխեն ինչ-որ բան, բայց որոնք, գուցե, էին միակ անկեղծ բառերը, որ այդ մարդը երբեք գրել էր Արամի մասին։ Այդ լուսանկարը, այդ խոստովանությունը երբեք չհրապարակվեցին։ Ընտանիքը, ով վախենում էր սկանդալից, ով ուզում էր պահպանել իրենց հարազատի հիշողությունը, որոշեց ոչնչացնել այն։ Բայց նախքան դա անելը, նրանցից մեկը, երիտասարդ աղջիկ, այդ մարդու թոռնուհին, ով միշտ սիրել էր Արամ Ասատրյանի երաժշտությունը, գաղտնի պատճենեց այդ լուսանկարը, պահեց այն։ Տարիներ անց, երբ նա մեծացավ, երբ նա դարձավ լրագրող, նա հրապարակեց այդ լուսանկարը, պատմեց պատմությունը։
Եվ այդ պահին, երբ մարդիկ տեսան այդ երեք բառերը «ես սխալվեցի», նրանք հասկացան, որ նույնիսկ այն մարդը, ով ստեղծել էր այդ ամբողջ դժոխքը, վերջում գիտակցել էր իր սխալը։ Բայց այդ գիտակցումը եկավ շատ ուշ, երբ Արամ Ասատրյանը արդեն չկար, երբ վնասը արդեն պատճառված էր, երբ ոչինչ չէր կարող վերադարձվել։ Ինչպիսին էր այդ թոռնուհու զգացումը, երբ նա գտավ այդ լուսանկարը։ Ինչպիսին էր նրա ցավը, երբ նա հասկացավ, որ նրա սիրելի պապը, ում նա միշտ հարգել էր, եղել էր այն մարդը, ով ոչնչացրել էր նրա սիրելի երգչի կյանքը։ Եվ ինչպիսին էր նրա համարձակությունը, երբ նա որոշեց հրապարակել այդ ճշմարտությունը, գիտենալով, որ դա կվնասի նրա ընտանիքի հեղինակությանը։ Բայց նա արեց դա, քանի որ նա հավատում էր, որ ճշմարտությունը ավելի կարևոր է, քան ընտանեկան հեղինակությունը, որ արդարությունը պետք է տեղի հասնի, նույնիսկ եթե դա ցավոտ է։ 2012 թվականին, երբ Հայաստանը արդեն փոխվել էր, երբ նոր սերունդը եկել էր իշխանության, երբ հին համակարգը թե դեռ ապրում էր, բայց արդեն թուլացել էր, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շատերը համարեցին խորհրդանշական։ Մշակույթի նոր նախարարը երիտասարդ կին, ով մեծացել էր Արամ Ասատրյանի երգերով, ով հիշում էր, թե ինչպես էր նրա մայրը լացում, երբ լսում էր նրա ձայնը, որոշեց վերջապես ուղղել այն անարդարությունը, որը տեղի էր ունեցել։ Նա հրավիրեց Արամի ընտանիքին, հրավիրեց մեդիային, պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց, որ Արամ Ասատրյանին, հետմահու, շնորհվում է ժողովրդական արտիստի կոչումը։ Դա պետք է լիներ հաղթանակ, պետք է լիներ արդարության վերականգնում։ Բայց երբ Արամի կինը արդեն տարեց կին, սպիտակ մազերով հոգնած աչքերով, բարձրացավ բեմ ստանալու այդ պարքը, նա ասաց բառեր, որոնք սառեցրին սրահը։ Շնորհակալություն, ասաց նա, նրա ձայնը, թե թույլ, լի էր արժանապատվությամբ։ Բայց այս պարքը եկավ 22 տարի ուշ։ 22 տարի, որի ընթացքում իմ ամուսինը կարող էր վայելել այն ճանաչումը, որին արժանի էր։ 22 տարի, որի ընթացքում նա կարող էր տեսնել, որ իր երկիրը, վերջապես, գնահատում է նրան։ Բայց նա չտեսավ այդ օրը։ Նա մեկնեց, հավատալով, որ նա երբեք չի ճանաչվի։ Նա դադարեց, շնչեց խորը, շարունակեց, ես ընդունում եմ այս պարքը ոչ թե որպես հաղթանակ, այլ որպես հիշեցում։ Հիշեցում այն մասին, թե ինչ է տեղի գալիս, երբ համակարգը դառնում է ավելի կարևոր, քան մարդը։ Հիշեցում այն մասին, թե ինչ է տեղի գալիս, երբ անձնական վրեժխնդրությունները թույլ են տրվում ոչնչացնել տաղանդները։ Հիշեցում այն մասին, թե ինչ է տեղի գալիս, երբ մենք լռում ենք, երբ մենք թույլ ենք տալիս անարդարությանը տեղի ունենալ մեր աչքի առջ։ Նա բարձրացրեց պարքը, ասաց, այս պարքը պատկանում է ոչ թե ինձ, ոչ թե իմ ամուսնուն, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր երբե պայքարել են համակարգի դեմ, ովքեր երբե մերժվել են իրենց տաղանդի համար, ովքեր երբե տուժել են այն բանի համար, որ համարձակվել են լինել իրենք։ Այդ բառերը հնչեցին սրահում ինչպես դատավճիռ, ինչպես մեղադրանք, ինչպես մարտահրավեր։ Եվ բոլորը, ովքեր այնտեղ էին, հասկացան, որ այս պարքը, որը պետք է լիներ փրկություն, դարձավ մեկ հիշեցում այն մասին, թե որքան ուշ է գալիս արդարությունը, երբ այն վերջապես գալիս է։ Նախարարը, ով կազմակերպել էր այդ արարողությունը լավագույն մտադրություններով, կանգնած էր բեմում, զգում էր, թե ինչպես են արցունքները լցվում նրա աչքերում։ Քանի որ նա հասկացավ, որ նույնիսկ երբ նա փորձում էր ուղղել անցյալի սխալները, այդ սխալները շատ խորն էին, շատ ցավոտ, որպեսզի կարողանան ուղղվել մի պարքով, մի արարողությամբ, մի պաշտոնական ճանաչմամբ։ Արամ Ասատրյանի պատմությունը չավարտվեց այդ օրը։ Նա շարունակեց ապրել մարդկանց սրտերում, նրա երգերը շարունակեցին հնչել հարսանիքներում, տոներում, սկո արարողություններում։ Նրա ձայնը, որը լռեցվել էր կյանքում, շարունակեց խոսել մահից հետո, ավելի ուժեղ, ավելի պարզ, ավելի անկեղծ։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը լսում էր նրա երգը, երբ ինչ-որ մեկը հիշում էր նրա պատմությունը, երբ ինչ-որ մեկը պատմում էր իր երեխաներին այն մասին, թե ինչպես էր Արամ Ասատրյանը պայքարել համակարգի դեմ չհանձնվել, այդ պահին Արամը շարունակում էր ապրել, շարունակում էր երգել, շարունակում էր ոգեշնչել։ Բայց ինչ եղավ այն մարդկանց հետ, ովքեր աշխատել էին նրա դեմ։ Ինչ եղավ այն պաշտոնյաների հետ, ովքեր ջնջել էին նրա անունը ցուցակներից, ովքեր արգելափակել էին նրա ճանապարհը, ովքեր սպառնացել էին նրան նույնիսկ մահվան անկողնում։ Ոմանք մահացան, ինչպես այն բարձրաստիճան պաշտոնյան, ով սկսել էր այն ամբողջ շղթան։ Ոմանք թոշակի գնացին, ապրեցին իրենց վերջին տարիները լռությամբ, երբեք չխոսելով այն մասին, ինչ արել էին։ Ոմանք շարունակեցին աշխատել համակարգում, շարունակեցին կայացնել որոշումներ, շարունակեցին վերահսկել, ով է արժանի ճանաչման, ով ոչ։ Բայց բոլորը յուրաքանչյուրը ապրեցին իմանալով, թե ինչ էին արել, ապրեցին այդ գիտելիքի հետ, որը գուցե էր իրենց սեփական պատիժը։ Արդարությունը երբեք լիովին չվերականգնվեց։
Արամ Ասատրյանը երբեք չստացավ այն ճանաչումը, որին արժանի էր իր կյանքում։ Նա երբեք չտեսավ այն օրը, երբ պաշտոնական Հայաստանը կճանաչեր նրան որպես այն, ինչ նա իսկապես էր՝ հանճար, նորարար ժողովրդի ձայն։ Բայց նրա պատմությունը, նրա պայքարը, նրա մերժումը հանձնվել դարձան ինչ-որ ավելի կարևոր, քան ցանկացած պարկ։ Դրանք դարձան խորհրդանիշ, դարձան դաս, դարձան հիշեցում բոլոր նրանց համար, ովքեր գալիս են հետո, որ արվեստը պետք է ազատ լինի, որ տաղանդը չպետք է ճնշվի, որ ճշմարտությունը, որքան էլ ուշ, վերջապես դուրս է գալիս։ Բարեկամներ, ինչպես եք վերաբերվում Արամ Ասատրյանին։ Արդյոք նա զոհ էր համակարգի, որը վախենում էր իսկական տաղանդից, թե ինքը մեղավոր էր իր ճակատագրում, քանի որ չուզեց խաղալ նրանց կանոններով։ Գուցե եթե նա ընդուներ այն, ինչ նրանք առաջարկում էին, եթե նա համաձայներ լռել, հնազանդվել, նրա կյանքը ավելի հեշտ կլիներ։ Բայց արդյոք նա դեռ կլիներ Արամ Ասատրյանը, ում մենք սիրում ենք, ում երգերը դեռ հուզում են մեր սրտերը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, հիշում են նրան ձեր քաղաքում, ձեր ընտանիքում։ Արդյոք նրա պատմությունը դաս է մեզ համար, թե պարզապես մեկ ցավոտ հիշողություն անցյալից։ Սեղմեք հավանել կոճակը, եթե հավատում եք, որ ճշմարտությունը պետք է իմանալ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք այլ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր պայքարեցին համակարգի դեմ, մնացին հավատարիմ իրենց սրտին։ Ձեր ձայնը կարևոր է, թող Արամ Ասատրյանի հիշողությունը ապրի մեր միասնական հիշողության մեջ։